Պարտքերի մեջ խրված ուսուցչուհին ընդունում է իր կյանքի ամենաանհավանական առաջարկը՝ ձական ամուսնություն քաղաքի ամենահեղինակավոր ժառանգի հետ։ Ամուսնության արարողության ժամանակ շշուկը փոխում է բոլոր կանոնները, սառը համաձայնագիրը վերածելով իշխանության գաղտնիքների իրական հետանքների լաբիրինթի։ Վերաշարադրված պայմանագրի մարդկանցով շախմատ խաղացող հայրապետի ստվերներից հարձակվող մրցակից ընտանիքի մեջ նա պետք է որոշի, թե ինչպես գոյատել, չկորցնելով իր ձայնը։ Եվ երբ գալայի տեսախցիկները ուղղվում են զույգին, խնամքով հաշվարկված մի ժեստ սպառնում է դուրս գալ սցենարից այրել խաղատախտակը։ Նախքան այս պատմությունը բացահայտելը, բաժանորդագրվիր ալիքին միացրու զանգակը, որպեսզի չկորցնես առաջիկա պատմություններից ոչ մեկը։ Գլուխ 1. Առաջարկը։ Ժամացույցը ցույց էր տալիս գրեթե կեսգիշեր, երբ Հելենան վերջապես ավարտեց ստուգողական աշխատանքների վերջին կապոցը։ Հոգնած հոգոց հանելով նա ընկղմվեց աթոռի մեջ, փոքրիկ ճաշասեղանի մոտ, որը նա ծառայում էր որպես գրասենյակ իր համեստ բնակարանում, Երանի արաբկիր թաղամասում։ Աչքերը մռմռում էին հոգնածությունից, մինչ մտովի հաշվարկում էր առաջիկա օրերին մարվելիք հաշիվները։ 32 տարեկան գերազանցությամբ ավարտել էր ԵՊ գրականության ֆակուլտետը, նույնիսկ 2 տարբեր դպրոցներում կրկնակի հերթափոխով աշխատելով հազիվ էր կարողանում հավասարակշռել ծախսերը։ 3 տարի առաջ ցրված սկլերոզ ախտորոշմամբ մոր բուժումը խլում էր նրա եկամուտների գրեթե կեսը։ Մնացածը հազիվ էր բավականացնում վարձավճարն ու մյուս հիմնական կարիքները հոգալու համար։ Հելենան վերցրեց բջջային հեռախոսը, բացեց բանկային հավելվածը, մի գիշերային սովորություն, որն էլ ավելի էր սրում նրա տագնապը։ Հաշվեկշիռը շարունակում էր բացասական լինել, պարտքերի մասին ծանուցումները թարթում էին շտապօգնության մեքենայի լույսերի պես։ Խորը շունչ քաշեց, փորձելով հեռացնել ծանոթ խուճապը, որը միշտ պատում էր նրան այդ պահերին։ Վաղը ավելի լավ կլինի, շնջաց ինքն իրեն, այն մանտրան, որը ամիսներ շարունակ կրկնում էր, առանց լիովին հավատալու։ 7-րդ հարկի պատուհանից հեռվում երում էին հյուսիսային պողոտայի լուսավորված երկնաքերները։ Այդ մյուս աշխարհը, որն այդքան մոտ էր աշխարհագրորեն, այդքան հեռու իր իրականությունից, կարծես գոյություն ուներ միայն նրան հիշեցնելու համար իր քաղաքին բնորոշ սոցիալական անդունդի մասին։ Հաջորդ առավոտյան դասավանդվող մասնավոր դպրոցի դասերի միջ ընկած ժամանակահատվածում Հելենան զանգ ստացավ անծանոթ համարից։ Հելենա Մանուկյան, հարցրեց մի կանացի, պաշտոնական ուղիղ ձայն։ Այո, ես եմ։ Ձեզ անհանգստացնում է Դիանա Մկրտչյանը, Սարգսյան գործընկերներ ընկերությունից։ Մի քանի օր է, փորձում ենք կապ հաստատել ձեզ հետ։ Պարոն Ռուբեն Սարգսյանը կցանկանար հանդիպում նշանակել ձեզ հետ այսօր, եթե հնարավոր է։ Մայրաքաղաքի ամենահեղինակավոր իրավաբանական գրասենյակի անունը ստիպեց Հելենային խոժոռվել։ Միտքը սլացավ բոլոր ուղղություններով, պատկերացնելով պարտքերի պահանջներ, դատական գործեր, ինչ-որ բյուրոկրատական սխալ։ Երի ինչ-որ թյուրիմացություն կա։ Ես։ Թյուրիմացություն չկա, տիկին Մանուկյան, վստահ ընդհատեց Դիանան։ Սա փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարց է։ Պարոն Սարգսյանը կարող է ձեզ ընդունել ժամը 18:00-ին։ Վարորդը կսպասի դպրոցի ելքի մոտ։ Նախքան Հելենան կհասցներ հարցեր տալ, զանգն ընդհատվեց, նրան շփոթված թողնելով դպրոցի լուռ միջանցքում։ Օրվա մնացած մասի ընթացքում, մինչ փորձում էր կենտրոնանալ դասերի վրա, նրա միտքը եռում էր տեսություններից ու անհանգստություններից։ Ժամը 17:55-ին ճշտապահորեն մուգ կոստյումով մի տղամարդ սպասում էր դպրոցի մայթին կանգնած Մերսեդեսի կողքին։ Մտավախության հետաքրքրասիրության խառնուրդով Հելենան նստեց մեքենան, իրեն բոլորովին օտար զգալով անթերի կաշվե նստատեղերին։ Սարգսյան գործընկերներ գրասենյակը զբաղեցնում էր ֆինանսական կենտրոնի սրտում գտնվող ապակեպատ շենքի վերջին 3 հարկերը։ Նրբագեղ ընդունարանի աշխատակիցները Հելենային ուղեկցեցին վերջին հարկի հանդիպումների սենյակ, որտեղ նրան սպասում էր Ռուբեն Սարգսյանը, մոտ 60 տարեկան, անթերի կտրված ջերմակ մազերով պատվերով կարված իտալական կոստյումով մի տղամարդ։ Տիկին Մանուկյան, շնորհակալ եմ ձեր ներկայության համար, ասաց նա, մատնացույց անելով աթոռը։ Սուրճ կխմեք։ Ոչ, շնորհակալություն։ Կնախընտրեի իմանալ, թե ինչու եմ այստեղ։ Իրավաբանը զուսպ ժպտաց, կարծես գնահատելով նրա անկեղծությունը։ Մենք ներկայացնում ենք Մարտիրոսյան խմբի շահերը։ Ավելի կոնկրետ, պարոն Դավիթ Մարտիրոսյանի։ Անունը ձեզ ծանոթ է։ Հելենան գլխով բացասական շարժում արեց։ Սարգսյանը բացեց մի թղթապանակ, մի քանի թերթ սահեցրեց նրա ուղղությամբ։
Դավիթ Մարտիրոսյան 38 տարեկան Մարտիրոսյան խմբի գործադիր տնօրեն, երկրի խոշորագույն հոլդինգներից մեկի։ Ակտիվները գնահատվում են $500 միլիոն։ Հելենան նայեց փաստաթղթերին կցված լուսանկարին։ Խիստ դիմագծերով, սուր հայացքով, իշխանություն վերահսկողություն ճառագող կեցվածքով մի տղամարդ։ Եվ ինչ կապ ունի դա ինձ հետ։ Պարոն Մարտիրոսյանը պետք է ամուսնանա առաջիկա 30 օրվա ընթացքում։ Հելենան նյարդային ծիծաղով պայթեց, հուսալով, որ դա մանրամասն մշակված կատակ է։ Իրավաբանի անխռով դեմքը ստիպեց նրան հասկանալ, որ նա լուրջ է խոսում։ Եվ եկել եք ինձնից ամուսնական խորհուրդներ հարցնելու։ Ցավում եմ, որ հիասթափեցնում եմ ձեզ, բայց ես գրականության ուսուցչուհի եմ, ոչ թե զգացմունքային խորհրդատու։ Պարոն Մարտիրոսյանին կին է հարկավոր։ Ժամանակավոր։ Բացարձակ գաղտնիության պայմանով։ Եվ նա պատրաստ է դրա համար զգալի գումար վճարել։ Իրավաբանը սեղանի վրայով սահեցրեց մեկ այլ փաստաթուղթ։ Նախնական պայմանագիր, որի վրա թավ տառերով ընդգծված թիվը ստիպեց Հելենային շունչը պահել։ Դա ավելի շատ գումար էր, քան նա կվաստակեր 10 տարում։ Սա… Ինչ-որ հիվանդագին կատակ է, վերջապես կարողացավ ասել նա։ Սա արտրային գործարք է։ Ամուսնությունը գտի 1 տարի, որից հետո այն զուսպ կերպով կչեղարկվի։ Այդ ընթացքում դուք կպահպանեք իրական ամուսնության բոլոր արտաքին դրսևորումները, կմասնակցեք միջոցառումների, երբ պահանջվի, կբնակվեք Մարտիրոսյանների առանձնատանը։ Ձեր ծախսերը ամբողջությամբ կհոգացվեն, բացի պայմանագրում նշված գումարից։ Փոխարենը, դուք կստորագրեք ցմահ գաղտնիության համաձայնագիր։ Հելենան զգաց, թե ինչպես այրվեց դեմքը վրդովմունքից։ Դուք ինձ խնդրում եք մարմնավաճառությամբ զբաղվել։ Բոլորովին, Սարգսյանը կարծես անկեղծորեն վիրավորվեց։ Համաձայնագիրը բացարձակապես որևէ ֆիզիկական մտերմություն չի ենթադրում։ Սա խիստ արտաքին տեսքի պայմանագիր է։ Պարոն Մարտիրոսյանի պատճառներն անձնական են, կապված են ժառանգության բարդ հարցերի հետ։ Հելենան ոտքի կանգնեց, պատրաստ հեռանալու։ Սա անհեթեթություն է։ Նախքան հրաժարվելը, տիկին Մանուկյան, գուցե կցանկանաք հաշվի առնել ձեր ներկայիս իրավիճակը։ Իրավաբանի տոնը նրբորեն փոխվեց։ Ձեր պարտքերը կազմում են $50,000, հիմնականում ձեր մոր փորձարարական բուժման պատճառով։ Բանկը պատրաստվում է բռնագանձել նրա բնակարանի հիփոթեքը։ Իսկ ձեր սեփական ֆինանսական վիճակը, ինչպես գիտեք այդ մասին, Հելենան զգաց, թե ինչպես սառեց արյունը երակներում։ Դա մեր աշխատանքն է, իմանալ։ Պարոն Մարտիրոսյանը ձեր անունը պատահական չի ընտրել։ Դուք ունեք որոշակի պրոֆիլ, խելացի, զուսպ, առանց ընթացիկ սիրային կապերի, ամենակարևորը, հրատապ ֆինանսական կարիքով, որը ոչ ոք կասկածի տակ չի դնի, եթե այն հանկարծակի լուծվի։ Հելենան նորից նստեց, ապշած անձնական կյանքի ներխուժումից, մինույն ժամանակ այն խնդիրների լուծման հեռանկարից, որոնք գիշերներ շարունակ անքուն էին պահում նրան։ Ինչու ես։ Հազարավոր կանայք պետք է որ պատրաստ լինեն դա անել շատ ավելի քիչ գումարի դիմաց։ Հենց դրա համար։ Պարոն Մարտիրոսյանը չի ուզում մեկին, ով շուկայում է նման գործարքների համար։ Նա ուզում է մեկին, ով ունի արժանապատվություն, ամուր կրթություն, իր հաճախած սոցիալական շրջանակին հարմարվելու ունակություն։ Մեկին, ով կասկածներ չի հարուցի։ Ձեզ նման մեկին։ Իրավաբանը փակեց թղթապանակը, նայեց ժամացույցին։ Պարոն Մարտիրոսյանը կցանկանար անձամբ քննարկել մանրամասները, եթե հետաքրքրված եք։ Վաղը, ժամը 20:00-ին Մարտիրոսյանների առանձնատանը։ Վարորդը կրկին կվերցնի ձեզ։ Ես չեմ ասել, որ հետաքրքրված եմ։ Ոչ էլ ասացիք, որ հետաքրքրված չեք, պատասխանեց Սարգսյանը զուսպ ժպիտով։ Մինչ վաղը, տիկին Մանուկյան։ Վերադարձի ճանապարհին, նույն շքեղ մեքենայի մեջ, Հելենան նայում էր պատուհանից, իրականում չտեսնելով քաղաքը։ Ամուր բռնել էր Ռուբեն Սարգսյանի անձնական համարով այցեքարտը, կարծես դա թալիսման լիներ կամ պայթելու պատրաստ ռումբ։ Նրա մտքում թվեր էին ապրում, առաջադեմ բուժման արժեքը, որը կարող էր փրկել մորը, կուտակված պարտքերը, պայմանագրում առաջարկված գումարը։ Այդ գիշեր, մտնելով իր փոքրիկ բնակարան, Հելենանս մեկ ծանուցում ստացավ բանկից։ Նստեց մաշված բազմոցին, մարմինը ծանր, միտքը խառնաշփոթ։ Վերցրեց հեռախոսը, նախքան կհասցներ զղջալ, հաղորդագրություն հավաքեց այցեքարտի վրայի համարին։ Վաղը կզրուցեմ պարոն Մարտիրոսյանի հետ։
Գլուխ 2. Համաձայնագիրը։ Մարտիրոսյանների առանձնատունը կարծես ուղիղ Եվրոպայից տեղափոխված լիներ Վահագնի թաղամասի բարձունքին։ Հելենայի մեքենան անցավ վիթխարի դարպասների միջով, ընթացավ կայսերական արմավենիների կատարյալ շարքերով ծառուղով, մինչ կանգ առավ մի շինության դիմաց, որն ավելի շատ նեոդասական պալատ էր հիշեցնում։ Լուսավորված շատրվանները, անթերի այգիները, մարմարե սանդղավանդակը լրացնում էին գրեթե անիրական տեսարանը։ Մուտքի մոտ նրան դիմավորեց խիստ կեցվածքով անխռով արտահայտությամբ մի սեղանապետ։ Տիկին Մանուկյան, բարի գալուստ։ Պարոն Մարտիրոսյանը սպասում է ձեզ գրասենյակում։ Խնդրում եմ, հետեք ինձ։ Հելենան հետեց տղամարդուն միջանցքներով, որոնք զարդարված էին արվեստի գործերով, որոնք նա ճանաչում էր արվեստի պատմության իր գրքերից, Սարյանի բնօրինակ գտավ, Երվանդ Քոչարի քանդակներ, գոբելեններ, որոնք պետք է ավելի թանկ արժենային, քան իր բոլոր տարիների աշխատավարձը միասին վերցրած։ Ճանապարհը կարծես հաշվարկված էր վախեցնելու, նրան փոքր ու աննշան զգալ տալու համար այդ ցուցադրական հարստության աշխարհում։ Գրասենյակը մուգ փայտով երեսպատված ընդարձակ սենյակ էր, որի մի ամբողջ պատը զբաղեցնում էին կաշվեկազմ գրքերը։ Միակ լամպը լուսավորում էր վիթխարի սեղանը, որի հետում նստած էր Դավիթ Մարտիրոսյանը։ Անձամբ նա ավելի տպավորիչ էր, քան լուսանկարում։ Բարձրահասակ, լայն ուսերով, անթերի մուգ կապույտ կոստյումի տակ, սմազերով, որոնց քունքերին նկատելի էին զուսպ արծաթագույն թելեր։ Աչքերը, խորը շագանակագույն, նրան ուսումնասիրում էին անհանգստացնող լարվածությամբ։ Տիկին Մանուկյան, նա ոտքի կանգնեց, ձեռքը մեկնեց, շնորհակալ եմ, որ եկել եք։ Նրա ձեռքսեղմումը ամուր էր, հաշվարկված, ինչպես այդ մարդու մեջ ամեն ինչ էր թվում։ Ես սա ընդամենը զրույց եմ համարում, պարոն Մարտիրոսյան, ոչ թե պարտավորություն, պատասխանեց Հելենան, վճռականորեն տրամադրված չվախենալ։ Կարճած ժպիտը ծռեց նրա շուրթերը։ Բնականաբար։ Խնդրում եմ, նստեք։ Նա մատնացույց արեց սեղանի դիմաց դրված կաշվե բազկաթոռը, մինչ ինքը շրջանցեց կահույքը, զբաղեցրեց իր աթոռը։ Նրա շարժումները ճշգրիտ էին, ինչպես ինքնավստահ գիշատչինը։ Ենթադրում եմ, որ շատ հարցեր ունեք։ Եվ նա ենթադրում եմ, որ դոկտոր Սարգսյանը առանձնապես նուրբ չի եղել առաջարկը ներկայացնելիս։ Նրբանկատություն հնարավոր կլիներ նման առաջարկի դեպքում։ Հավանաբար ոչ, խոստովանեց նա, չխռովվելով։ Բայց կցանկանայի, որ հասկանայիք դրա հետում կանգնած անհրաժեշտությունը։ Դավիթը բացեց մի դարակ, հանեց կազմված փաստաթուղթ։ Գիտեք ով է Տիգրան Մարտիրոսյանը։ Հայրը ձեր, վտանգեց Հելենան։ Պապս։ Մարտիրոսյան խմբի հիմնադիրը։ Հեռատես մարդ, բայց շատ հարցերում հնաոճ։ Նա փաստաթուղթը սահեցրեց դեպի Հելենան։ Սա հոլդինգի վարչական խորհրդի կանոնադրությունն է, որը նա գրել է գրեթե 50 տարի առաջ, գրեթե անփոփոխ է մնացել այդ ժամանակվանից։ Հելենան թերթեց խիտ իրավաբանական տերմիններով լի փաստաթուղթը։ Կա մի կոնկրետ կետ, որը սահմանում է խորհրդում լիազորությունների բաշխումը, ձայների կշիռը։ Բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է ընտանիքին, բայց կա մի առանձնահատկություն։ Խորհրդի նախագահը պետք է լինի ամուսնացած Մարտիրոսյան, որպեսզի ունենա որակավորված ձայնի իրավունք, որը հաշվվում է որպես 3 ձայն։ Առանց այդ որակավորված ձայնի ես կորցնում եմ խորհրդի արդյունավետ վերահսկողությունը իմ զարմիկի, Կարեն Մարտիրոսյանի նկատմամբ։ Իսկ դուք ամուսնացած չեք, եզրակացրեց Հելենան։ Ճիշտ այդպես։ Պապս հավատում էր, որ առանց ընտանիքի մարդը կայունություն չունի ղեկավարելու համար։ Ես ամուսնացած էի մինչ 3 ամիս առաջ, երբ իմ նախկին կինը որոշեց, որ նա խնդրում է Բալյում յոգայի հրահանգչի ընկերակցությունը։ Նրա արտահայտությունը մնաց չեզոք, բայց Հելենան դառնության փայլ նկատեց նրա աչքերում։ Եվ հիմա ձեր զարմիկը ցանկանում է ստանձնել վերահսկողությունը։ Կարենը տարիներ շարունակ փորձում է։ Իմ ամուսնալուծությամբ նա տեսավ կատարյալ հնարավորություն։ Խորհրդի հաջորդ նիստին, ուղիղ 32 օրից, քվեարկության կդրվի վերակառուցման հարց, որը, առանց իմ որակավորված ձայնի, կհանգեցնի իմ պաշտոնանկությանը նախագահի պաշտոնից։ Եվ ուրեմն ձեզ կեղծ կին է պետք, իշխանությունը պահպանելու համար։ Դավիթը հենվեց աթոռին, մատները բուրգի տեսքով միացնելով։ Ինձ պետք է մի ամուսնություն, որը բոլորի աչքին կատարելապես օրինական կթվա։ Առանց կասկածներ հարուցելու, առանց հարցերի։ Խորհուրդը, բաժնետերերը, ամենակարորը, Կարենը, պետք է հավատան, որ ես նոր կին եմ գտել, բավարարված ամուսնացած եմ։ Ինչու պարզապես իսկապես չամուսնանաք, հարցրեց Հելենան։
Հիմա ռոմանտիզմի համար ոչ ժամանակ ունեմ, ոչ էլ հետաքրքրություն։ Իրական ամուսնությունը կներառեր սպասումներ, զգացմունքներ, բարդություններ։ Այն, ինչ ես առաջարկում եմ, մաքուր պայմանագիր է, ձեր կյանքի 1 տարին, մշտական ֆինանսական անվտանգության դիմաց։ Հելենան ոտքի կանգնեց, մոտեցավ պատուհանին, նայելով լուսավորված այգիներին։ Նրա միտքը հաշվարկում էր, կշռում, վիճում ինքն իր հետ։ Ինչ կներառեր կոնկրետ այդ համաձայնագիրը։ Քաղաքացիական արարողություն, ընտրված սակավաթիվ հյուրերով 2 շաբաթվա ընթացքում։ Բնակություն այս տանը, առանձին թերում։ Սոցիալական կորպորատիվ միջոցառումներին մասնակցություն, որպես իմ կին։ Հանրության մեջ պատշաճ վարքագիծ։ Բացարձակ գաղտնիություն մեր պայմանավորվածության բնույթի վերաբերյալ։ 1 տարի անց, բարեկամական ամուսնալուծություն, պատճառաբանելով անհամատեղելիություն կամ ինչ կնախընտրեք։ Իսկ պայմանագրում ի՞նչ է երաշխավորված ինձ համար։ Դավիթը ոտքի կանգնեց, մոտենալով նրան։ $1 միլիոն, որը կփոխանցվի օֆշորային հաշվի ամուսնության պահին։ Ձեր բոլոր ծախսերի հոգացում այդ ժամանակահատվածում, ներառյալ ձեր մոր ամբողջական բուժումը երկրի լավագույն նյարդաբանական կլինիկայում։ Ձեր մոր բնակարանի սեփականության իրավունքի փոխանցում ձեր անունով, առանց պարտքերի։ Եվ ցմահ թոշակ ամուսնալուծությունից հետո, եթե պահպանեք պայմանավորված գաղտնիությունը։ Նշված գումարը ստիպեց Հելենային շունչը պահել։ Դա մի գումար էր, որը ընդմիշտ կփոխեր նրա կյանքը։ Որը կփրկեր մորը։ Որը կվերացներ տարիներ շարունակ նրան խեղդող պարտքերը։ Կարծես ամեն ինչի մասին մտածել եք, ասաց նա, փորձելով ժամանակ շահել, մինչ միտքը մարսում էր տեղեկությունը։ Ես դրանով եմ զբաղվում, տիկին Մանուկյան։ Մտածում եմ ամեն ինչի մասին։ Իսկ եթե հրաժարվեմ, կընտրվի մեկ այլ թեկնածու։ Դոկտոր Սարգսյանը ցուցակ ունի։ Այն չեզոքությունը, որով նա արտասանեց այդ խոսքերը, Հելենայի մեջ զայրույթի կայծ վառեց։ Կարծես նա ապրանք ընտրեր դարակից։ Ինչու ես։ Բոլոր հնարավոր կանանց միջից։ Դավիթը մի պահ ուսումնասիրեց նրան, կարծես իսկապես առաջին անգամ էր տեսնում։ Ձեր կրթական պրոֆիլը անթերի է։ Ունեք բավարար ներկայություն խելք, իմ հաճախած միջավայրերում օտար չերալու համար։ Չունեք ցուցադրական սոցիալական ցանցեր, որոնք պետք կլիներ բացատրել։ Եվ ամենակարևորը, ունեք բավականաչափ ուժեղ ֆինանսական դրդապատճառ ընդունելու համար, բայց ոչ այնքան հուսահատ, որ ռիսկի դիմեք գործարքը ագահության կամ իմպուլսիվության պատճառով։ Վերլուծության սառնությունը անհանգստացնող էր, բայց Հելենան չէր կարող շղթել, որ դա տրամաբանական էր իր պրագմատիկ տրամաբանության մեջ։ Ես պետք է մտածեմ։ Բնականաբար։ Դավիթը վերադարձավ իր սեղանի մոտ, վերցրեց մի այցեքարտ։ Իմ անձնական համարը։ Սպասում եմ ձեր պատասխանին մինչ վաղը, ժամը 18:00-ն։ Սեղանապետը հայտնվեց դռան մոտ, կարծես լուռ կանչված լիներ, պատրաստ նրան հետ ուղեկցելու։ Մի վերջին բան, տիկին Մանուկյան, ասաց Դավիթը, մինչ նա ուղղվում էր դեպի ելքը։ Եթե համաձայնեք, ակնկալում եմ լիակատար նվիրում։ Ես չեմ հանդուրժում պայմանավորվածությունների խախտումներ։ Իր բնակարան վերադառնալով, Հելենան անքուն գիշեր անցկացրեց, կշռադատելով առաջարկի յուրաքանչյուր կողմը։ Համացանցում փնտրեց Մարտիրոսյան խմբի, Դավիթի ընտանիքի հարստության մասին։ Ամեն ինչ հաստատում էր նրա ասածը։ Ընկերությունը հսկայական կոնգլոմերատ էր, տեխնոլոգիաներից մինչ գյուղատնտեսություն ձգվող բիզնեսներով, որտեղ աշխատում էր ավելի քան 20,000 մարդ։ Մտածեց մոր մասին, որը գամված էր անկողնուն, օրեցօր վատթարանում էր, քանի որ բուժումը, որը կարող էր օգնել նրան, ֆինանսապես անհասանելի էր։ Մտածեց իր աշակերտների, դասերի մասին, որոնք սիրում էր տալ, այն կյանքի մասին, որը պետք է դադարի մեջ դներ 1 տարով։ Առավոտյան ժամը 5-ին, հոգնած գլխացավով, Հելենան իր որոշումը կայացրեց։ Վերցրեց հեռախոսը, հաղորդագրություն ուղարկեց Դավիթի տված համարին։ Ընդունում եմ ձեր պայմանները, 1 պայմանով։ Ինձ իրավաբանական երաշխիք է պետք, որ մորս բուժումը ամբողջությամբ կպահպանվի, նույնիսկ ամուսնալուծությունից հետո։ Պատասխանը եկավ գրեթե ակնթարթորեն, կարծես նա նույնպես արթուն լիներ։ Համարեք կատարված։ Պայմանագիրը կփոփոխվի։ Դոկտոր Սարգսյանը կկապվի մանրամասների համար։ Բարի գալուստ համաձայնագրին, Հելենա։ Նույն առավոտ Հելենան բժշկական արձակուրդ խնդրեց 2 դպրոցներից, որտեղ աշխատում էր։
Հայտնեց միայն, որ պետք է բացակայի հրատապ անձնական հարցերով։ Խորքում գիտեր, որ իր կյանքն այլս երբեք նույնը չի լինի։ Լավի թե վատի համար նա հենց նոր դաշինք էր կնքել մի աշխարհի հետ, որն իրենը չէր, այնպիսի պատճառներով, որոնք երբեք չէր պատկերացնի, որ կունենա։ Կեսօրին նրա բնակարան մի փաթեթ հասցվեց։ Ներսում ավելի քան 50 էջանոց մանրամասն պայմանագիր էր նշանադրության մատանի, մեկ մեծ ադամանդով, որը պետք է ավելի թանկ արժենար, քան իր ամբողջ բնակարանը։ Կողքին մի բացիկ էր, Դավիթ Մարտիրոսյանի վստահ ձեռագրով։ Շախմատի խաղում ամենակարող խաղաքարն այն է, որին ոչ ոք չի սպասում։ Գլուխ 3 Սեղանի շուրջ։ Հաջորդ 2 շաբաթները Հելենայի համար անցան ինչպես հողմապտույտ։ Պայմանագիրը ստորագրելուց հետո նրան անմիջապես տեղափոխեցին Մարտիրոսյանների առանձնատուն, որտեղ մի ամբողջ հատկացվեց որպես նրա անձնական սենյակներ։ Նրա մորը, տիկին Սիրանուշին, տեղավորեցին հեղինակավոր Նաիրի բժշկական կենտրոնում, նյարդաբանության մասնագետների թիմի հսկողության ներքո։ Դուք չեք կարող պարզապես հայտնվել որպես Դավիթ Մարտիրոսյանի հարսնացու, առանց որե նախապատրաստության, բացատրեց Նարինե Վարդանյանը, Դավիթի անձնական օգնականը, 40 անց մի կին, անթերի հավաքված մազերով բարակ շրջանակով ակնոցների հետից նայող վերլուծական հայացքով։ Դասընթացները սկսվեցին նրա ժամանման հաջորդ օրը, ինտենսիվ դասեր սոցիալական էթիկետի, գինիների ճանաչման, արվեստի դասական երաժշտության վերաբերյալ։ Անձնական ոճաբանների մի թիմ ներխուժեց նրա սենյակ, բրենդային հագուստի կախիչներով, որոնք Հելենան միայն ամսագրերից գիտեր։ Ոճաբանները, դիմահարդարներն ու վարսահարդարները ամեն օր այցելում էին, նրան վերածելու իր իսկ Մարտիրոսյան տարբերակի։ Մենք չենք փորձում փոխել ձեզ, բացատրեց Նարինեն, վերահսկելով զգեստների փորձարկման ընթացքը, պարզապես հարմարեցնում ենք ձեր ներկայացումը այն շրջանակին, որտեղ հաճախելու եք։ Պաշտոնական պատմությունն այն է, որ դուք Դավիթը ծանոթացել եք 6 ամիս առաջ կրթությանն ուղղված բարեգործական միջոցառման ժամանակ։ Եվ որը մեկը կհավատա, որ նրա նման տղամարդը կհետաքրքրվի սովորական ուսուցչուհիով, հարցրեց Հելենան, դիտելով իր փոխակերպված կերպարը հայելու մեջ։ Նարինեն ճշգրիտ շարժումով ուղղեց ակնոցը։ Պատմությունը կլինի այն, որ Դավիթը տպավորվել է ձեր խելքով անկեղծությամբ, որը թարմացնող հակադրություն է իր սոցիալական շրջանակի կանանց։ Զուսպ սիրավեպ, որին հաջորդել է արագ ամուսնություն նրա ամուսնալուծությունից հետո։ Մարդիկ սիրում են այս տեսակի պատմություններ։ Հզոր գործարարը, որին նվաճել է պարզ խելացի կինը։ Հելենան չկարողացավ զսպել հեգնական ծիծաղը։ Դա հեռուստասերիալի սյուժեի է նման։ Որովհետև դա աշխատում է, պատասխանեց Նարինեն զուսպ ժպիտով։ Երանյան բարձրաշխարհիկ հասարակությունը սիրում է բամբասանքներ, բայց կարիք ունի պատմությունների, որոնք կարող են կրկնել ընթրիքների ժամանակ, առանց գռեհիկ թվալու։ Այդ 2 շաբաթների ընթացքում Հելենան Դավիթին տեսավ ընդամենը 3 անգամ։ Նա անընդհատ ճամփորդում էր, գործարքներ կնքում հող նախապատրաստում իր նոր ամուսնական կյանքի համար։ Նրանց շփումները կարճ էին, պաշտոնական խիստ կենտրոնացած համաձայնագրի գործնական մանրամասների վրա։ Վաղը ընթրիք ունենք իմ մորաքրոջ, Էլեոնորայի հետ, տեղեկացրեց նա այդ հանդիպումներից մեկի ժամանակ։ Նա հորս ավագ քույրն է, ընտանիքի միակ մարդը, ով իսկապես աջակցել է ինձ մանկուց։ Նրա հավանությունը կարևոր է։ Նա կիմանա մեր պայմանավորվածության մասին։ Դավիթը լարված նայեց նրան։ Բացարձակապես ոչ ոք չգիտի, չի իմանա։ Նույնիսկ Նարինեն չգիտի ամբողջ ճշմարտությունը։ Բոլորի համար մենք սիրահարված զույգ ենք, որը որոշել է արագ պաշտոնականացնել հարաբերությունները։ Ընթրիքի երեկոյան Հելենան իջավ առանձնատան աստիճաններով, հագնելով զուսպ, բայց էլեգանտ մուգ կապույտ զգեստ, մինիմալիստական զարդեր, ցածր հավաքած մազեր, ճիշտ այնպես, ինչպես Նարինեն էր հրահանգել նրբագեղ երալու համար, առանց չափազանց շատ ջանք գործադրած թվալու։ Նա գտավ Դավիթին նրա մորաքրոջը գլխավոր սրահում։ Էլեոնորա Մարտիրոսյանը 70 տարեկան տիկին էր, արիստոկրատական կեցվածքով, անթերի սանրված սպիտակ մազերով, խորաթափանց աչքերով, որոնք կարծես թափանցում էին մարդկանց միջով։ Ուրեմն սա այն կինն է, ով նվաճել է իմ եղբորորդուն, ասաց նա, Հելենային գլխից մինչ ոտք գնահատելով։ Հետաքրքիր ընտրություն է, Դավիթ։ Ընթրիքն անցավ քողարկված հարցաքննության նուրբ փորձությունների լարված խառնուրդով։ Էլեոնորան հարցնում էր Հելենայի ընտանիքի, կրթության, արվեստի, քաղաքականության մասին նրա կարծիքների, ամենակարևորը, թե ինչպես են նրանք ծանոթացել։
Դավիթն ինձ ասաց, որ դա սեր էր առաջին հայացքից, մեկնաբանեց տիկինը թերահավատություն հուշող տոնով։ Հելենան կուլ տվեց, զգալով Դավիթի հայացքի ծանրությունը իր վրա։ Իրականում, առաջին հանդիպմանը նրան անտանելի ամբարտավան համարեցի, պատասխանեց նա մի անկեղծությամբ, որը զարմացրեց ինքն իրեն։ Սեղանի շուրջ կարճատ լռություն տիրեց։ Հետո, անսպասելիորեն, Էլեոնորան անկեղծ ծիծաղով պայթեց։ Վերջապես մի ազնիվ մարդ, բացականչեց նա, նայելով եղբորորդուն։ Դու միշտ լավ ճաշակ ես ունեցել կանանց հարցում, Դավիթ, բայց հազվադեպ բնավորությամբ կանանց։ Սրան ես հավանություն եմ տալիս։ Երբ Էլեոնորան ընթրիքից հետո հեռացավ, նա գրկեց Հելենային շշնջաց նրա ականջին։ Նրան պետք է մեկը, ով մարտահրավեր կնետի իրեն, ոչ թե մեկ հնազանդ ստվեր։ Թույլ մի տուր, որ նա վախեցնի քեզ, սիրելիս։ Հարսանիքի առավոտը եկավ անիրական հանգստությամբ։ Արարողությունը պետք է տեղի ունենար հենց առանձնատանը, ընդամենը 30 խնամքով ընտրված հյուրերի ներկայությամբ։ Խորհրդի որոշ անդամներ, սոցիալական շրջանակի կարևոր դեմքեր, Կարեն Մարտիրոսյանը, Զարմիկն ու մրցակիցը, իր կնոջ հետ։ Նրա ներկայությունը վճռորոշ է, բացատրեց Դավիթը վերջին փորձի ժամանակ։ Կարենը պետք է անձամբ ականատես լինի մեր միությանը, որպեսզի նրա օրինականության վերաբերյալ որևէ կասկած չմնա։ Առանձնատան ձմեռային այգին վերածվել էր փոքրիկ մատուռի։ Սպիտակ ծաղիկներ, կատարյալ շարքերով դասավորված ոսկեգույն աթոռներ, հասմիկներով ծածկված տաղավարի տակ կառուցված փոքրիկ զոհասեղան։ Էլեգանտ, բացառիկ ամբողջովին բեմադրված։ Հելենան իր սենյակից հետում էր վերջին նախապատրաստություններին, որտեղ մի թիմ ավարտում էր նրա հարդարանքը։ Զգեստը բացառիկ Վալենտինո էր, փղոսկրի գույնի, ֆրանսիական ժանյակե մանրամասներով։ Պարզ նրբագեղ, ճիշտ այնպես, ինչպես Նարինեն էր որոշել, որ հարմար կլինի երկրորդ ամուսնության մտերմիկ արարողության համար։ Պատրաստ եք, հարցրեց Նարինեն, մտնելով սենյակ։ Հյուրերն արդեն տեղավորվել են։ Դատավորը 10 րոպե առաջ է ժամանել։ Դատավոր, Հելենան զգաց, թե ինչպես սարսուռ անցավ ողնաշարով։ Կարծում էի, դա միայն խորհրդանշական կլինի, որ պաշտոնական փաստաթղթերը առանձին կստորագրվեն։ Պարոն Մարտիրոսյանը պնդեց լիակատար իսկության վրա, պատասխանեց Նարինեն, ուղղելով Հելենայի մազերի վրայի կարճ քողը։ Դատավոր Մելիքյանը ընտանիքի անձնական բարեկամն է։ Ամեն ինչ օրինական ուժ կունենա, ինչպես սահմանված է պայմանագրում։ Հելենան մեխանիկորեն գլխով արեց, փորձելով զսպել հանկարծակի նյարդայնությունը։ Իհարկե, ամուսնությունն օրինական ուժ կունենար։ Ի վերջո, հենց դա էր երաշխավորելու Դավիթի որակավորված ձայնը։ Այնուամենայնիվ, իրավիճակի իրականությունը սկսում էր ավելի մեծ ծանրությամբ նստել նրա ուսերին։ Նուրբ երաժշտությունը սկսեց հնչել։ Դա ազդանշանն էր։ Հելենան խորը շունչ քաշեց, սկսեց իջնել առանձնատան աստիճաններով դեպի ձմեռային այգի։ Հյուրերը ոտքի կանգնեցին, երբ նա ներս մտավ։ Անծանոթ դեմքեր, քաղաքավարի ժպիտներ, հետաքրքրասեր որոշ ակնհայտ գնահատող հայացքներ։ Իմպրովիզացված միջանցքի վերջում նրան սպասում էր Դավիթը։ Հագել էր անթերի սմոքինգ, որն ընդգծում էր նրա վեհ կազմվածքը։ Նրա դեմքը պահպանում էր սովորական զուսպ արտահայտությունը, բայց աչքերում ինչ-որ բան այլ էր, մինչ նա հետում էր իրեն ընդառաջ քայլելուն։ Հելենան զգում էր, թե ինչպես է սիրտը բախվում կրծքավանդակին։ Մի կարճ պահ իրավիճակի տարօրինակությունը հարվածեց նրան իր ամբողջ ուժով։ Նա պատրաստվում էր ամուսնանալ մի անծանոթի հետ, փողի դիմաց, մանրամասն մշակված խաբեության մեջ, մարդկանց առջ, ովքեր հավատում էին, որ ականատես են լինում անկեղծ սիրո պահի։ Երբ հասավ զոհասեղանին, Դավիթը ձեռքը մեկնեց նրան։ Նրանց մատները միահյուսվեցին, նա զգաց նրա հպման ամրությունը, զարմանալիորեն տաք, նյարդայնությունից սառած իր մաշկի համեմատ։ Դատավորը, հանդիսավոր արտահայտությամբ միջին տարիքի մի տղամարդ, սկսեց արարողությունը։ Պարտավորության, հարգանքի միության մասին խոսքերը հնչում էին մի հեգնանքով, որը միայն Հելենան ու Դավիթը կարող էին լիովին հասկանալ։ Կամ նա այդպես էր կարծում։ Մատանիները, խնդրում եմ, պահանջեց դատավորը։ Նարինեն մոտեցավ փոքրիկ բարձիկով, որի վրա դրված էին պլատինե մատանիները։ Դավիթը վերցրեց դրանցից մեկը, բռնելով Հելենայի ձախ ձեռքը, մատանին սահեցրեց նրա մատնեմատին։ Հենց այդ պահին, մինչ սառը մետաղը կատարելապես տեղավորվում էր նրա մատին, Դավիթը թեթակի խոնարհվեց, շուրթերը մոտեցնելով Հելենայի ականջին, նրա ձայնը գրեթե անլսելի շշուկ էր բոլորի համար, բացի իրենից։ Ոչինչ չի չեղարկվի։ Այս ամուսնությունն իրական է։
Հելենան զգաց, կարծես հատակը անհետացել էր իր ոտքերի տակից։ Արյունը սառեց երակներում, մինչ նա մարսում էր այդ խոսքերը։ Նրա հայացքը հանդիպեց Դավիթի հայացքին, փնտրելով որևէ նշան, որ սխալ էր հասկացել։ Բայց այն, ինչ տեսավ, միայն սառը հաշվարկված վճռականություն էր։ Հելենա Մանուկյան, ընդունում եք Դավիթ Մարտիրոսյանին որպես ձեր օրինական ամուսին, դատավորի ձայնը հեռավոր էր թվում, կարծես գալիս էր մեկ այլ աշխարհից։ Բոլոր դեմքերն ուղղված էին նրան։ Ակնկալիքով։ Դավիթի դեմքը մնում էր անխռով, բայց նրա աչքերը հստակ հաղորդագրություն էին փոխանցում։ Ընտրություն չկար։ Ոչ այնտեղ։ Ոչ հիմա։ Ընդունում եմ, պատասխանեց նա, ձայնը զարմանալիորեն ամուր, չնայած ներքին խառնաշփոթին։ Ես ձեզ հայտարարում եմ ամուսիններ, հայտարարեց դատավորը։ Կարող եք համբուրել հարսնացուին։ Դավիթը մոտեցավ ուսումնասիրված բնականությամբ, կարծես տասնյակ անգամներ փորձած լինեին այդ պահը։ Նրա շուրթերը դիպան Հելենայի շուրթերին, նուրբ, զուսպ համբույրով, որը կատարելապես համոզիչ էր հանդիսատեսի համար, մինչ նա մնում էր քարացած, փորձելով մարսել այն, ինչ հենց նոր տեղի էր ունեցել։ Քաղաքավարի ծափահարությունները լցրին տարածքը։ Ժպիտներ, շնորհավորանքներ, շամպայնի բաժակներ, բարձրացված նորապսակների կենացի համար։ Եվ Հելենան, հեքիաթի տեսքով մղձավանջի մեջ հայտնված, մեխանիկորեն ժպտում էր, մինչ նրա միտքը խուճապահար գոռում էր։ Հաջորդած փոքրիկ ընդունելության ժամանակ նա տեսավ, թե ինչպես Կարեն Մարտիրոսյանը մոտեցավ նրան շնորհավորելու։ Նա միջին հասակի, պահպանողական տեսքով տղամարդ էր, մի ժպիտով, որը չէր հասնում աչքերին։ Զարմիկ, ինչ հաճելի անակնկալ։ Շնորհավորում եմ հանկարծակի ամուսնության կապակցությամբ։ Շնորհակալություն, Կարեն։ Երբ գտնում ես ճիշտ մարդուն, սպասելու պատճառ չկա, այնպես չէ, պատասխանեց Դավիթը, տիրականորեն գրկելով Հելենայի մեջքը։ Կարենն իր ուշադրությունը դարձրեց նրան, վերլուծելով նրան վատ քողարկված հետաքրքրությամբ։ Եվ նոր տիկին Մարտիրոսյանը։ Հաճելի է։ Հուսով եմ, կտեսնեմ ձեզ հաջորդ ամիս խորհրդի նիստին։ Դա նշանակալից իրադարձություն կլինի ընտանիքի համար։ Մենք այնտեղ կլինենք, մի անհանգստացիր, երաշխավորեց Դավիթը, նրա ջերմ ժպիտը հակասում էր ձայնի ակնհայտ լարվածությանը։ Երբ վերջին հյուրերը վերջապես հեռացան, Հելենան իրեն գտավ Դավիթի հետ միայնակ նրա գրասենյակում։ Հանրային խաբեությունն ավարտվել էր, բայց սկսվում էր նոր սարսափելի իրականություն։ Ինչ նկատի ունեիք, այս ամուսնությունն իրական է, ասելով, պահանջեց նա, դողալով զսպված զայրույթից։ Մենք պայմանավորվածություն ունեինք։ Դավիթն իրեն խմիչք լցրեց, նախքան պատասխանելը, նրա հանգստությունը միայն ուժեղացնում էր Հելենայի զայրույթը։ Պայմանավորվածությունը փոխվեց։ Հանգամանքները պահանջեցին ճշգրտումներ։ Գլուխ 3։ Սեղանի շուրջ։ Հաջորդ 2 շաբաթները Հելենայի համար անցան ինչպես հողմապտույտ։ Պայմանագիրը ստորագրելուց հետո նրան անմիջապես տեղափոխեցին Մարտիրոսյանների առանձնատուն, որտեղ մի ամբողջ հատկացվեց որպես նրա անձնական սենյակներ։ Նրա մորը, տիկին Սիրանուշին, տեղավորեցին հեղինակավոր Նայիրի բժշկական կենտրոնում, նյարդաբանության մասնագետների թիմի հսկողության ներքո։ Դուք չեք կարող պարզապես հայտնվել որպես Դավիթ Մարտիրոսյանի հարսնացու, առանց որևէ նախապատրաստության, բացատրեց Նարինե Վարդանյանը, Դավիթի անձնական օգնականը, 40-անց մի կին, անթերի հավաքված մազերով բարակ շրջանակով ակնոցների հետից նայող վերլուծական հայացքով։ Դասընթացները սկսվեցին նրա ժամանման հաջորդ օրը, ինտենսիվ դասեր սոցիալական էթիկետի, գինիների ճանաչման, արվեստի դասական երաժշտության վերաբերյալ։ Անձնական ոճաբանների մի թիմ ներխուժեց նրա սենյակ, բրենդային հագուստի կախիչներով, որոնք Հելենան միայն ամսագրերից գիտեր։ Ոճաբանները, դիմահարդարներն ու վարսահարդարները ամեն օր այցելում էին, նրան վերածելու իր իսկ Մարտիրոսյան տարբերակի։ Մենք չենք փորձում փոխել ձեզ, բացատրեց Նարինեն, վերահսկելով զգեստների փորձարկման ընթացքը, պարզապես հարմարեցնում ենք ձեր ներկայացումը այն շրջանակին, որտեղ հաճախելու եք։ Պաշտոնական պատմությունն այն է, որ դուք Դավիթը ծանոթացել եք 6 ամիս առաջ կրթությանն ուղղված բարեգործական միջոցառման ժամանակ։ Եվ որը մեկը կհավատա, որ նրա նման տղամարդը կհետաքրքրվի սովորական ուսուցչուհիով, հարցրեց Հելենան, դիտելով իր փոխակերպված կերպարը հայելու մեջ։ Նարինեն ճշգրիտ շարժումով ուղղեց ակնոցը։ Պատմությունը կլինի այն, որ Դավիթը տպավորվել է ձեր խելքով անկեղծությամբ, որը թարմացնող հակադրություն է իր սոցիալական շրջանակի կանանց։ Զուսպ սիրավեպ, որին հաջորդել է արագ ամուսնություն նրա ամուսնալուծությունից հետո։
Մարդիկ սիրում են այս տեսակի պատմություններ։ Հզոր գործարարը, որին նվաճել է պարզ խելացի կինը։ Հելենան չկարողացավ զսպել հեգնական ծիծաղը։ Դա հեռուստասերիալի սյուժեի է նման։ Որովհետև դա աշխատում է, պատասխանեց Նարինեն զուսպ ժպիտով։ Երանյան բարձրաշխարհիկ հասարակությունը սիրում է բամբասանքներ, բայց կարիք ունի պատմությունների, որոնք կարող են կրկնել ընթրիքների ժամանակ, առանց գռեհիկ թվալու։ Այդ 2 շաբաթների ընթացքում Հելենան Դավիթին տեսավ ընդամենը 3 անգամ։ Նա անընդհատ ճամփորդում էր, գործարքներ կնքում, հող նախապատրաստում իր նոր ամուսնական կյանքի համար։ Նրանց շփումները կարճ էին, պաշտոնական խիստ կենտրոնացած համաձայնագրի գործնական մանրամասների վրա։ Վաղը ընթրիք ունենք իմ մորաքրոջ Էլեոնորայի հետ, տեղեկացրեց նա այդ հանդիպումներից մեկի ժամանակ։ Նա հորս ավագ քույրն է, ընտանիքի միակ մարդը, ով իսկապես աջակցել է ինձ մանկուց։ Նրա հավանությունը կարևոր է։ Նա կիմանա մեր պայմանավորվածության մասին։ Դավիթը լարված նայեց նրան։ Բացարձակապես ոչ ոք չգիտի, չի իմանա։ Նույնիսկ Նարինեն չգիտի ամբողջ ճշմարտությունը։ Բոլորի համար մենք սիրահարված զույգ ենք, որը որոշել է արագ պաշտոնականացնել հարաբերությունները։ Ընթրիքի երեկոյան Հելենան իջավ առանձնատան աստիճաններով, հագնելով զուսպ, բայց էլեգանտ մուգ կապույտ զգեստ, մինիմալիստական զարդեր, ցածր հավաքած մազեր, ճիշտ այնպես, ինչպես Նարինեն էր հրահանգել նրբագեղ ելալու համար, առանց չափազանց շատ ջանք գործադրած թվալու։ Նա գտավ Դավիթին նրա մորաքրոջը գլխավոր սրահում։ Էլեոնորա Մարտիրոսյանը 70 տարեկան տիկին էր, արիստոկրատական կեցվածքով, անթերի սանրված սպիտակ մազերով, խորաթափանց աչքերով, որոնք կարծես թափանցում էին մարդկանց միջով։ Ուրեմն սա այն կինն է, ով նվաճել է իմ եղբորորդուն, ասաց նա, Հելենային գլխից մինչ ոտք գնահատելով։ Հետաքրքիր ընտրություն է, Դավիթ։ Ընթրիքն անցավ քողարկված հարցաքննության նուրբ փորձությունների լարված խառնուրդով։ Էլեոնորան հարցնում էր Հելենայի ընտանիքի, կրթության, արվեստի, քաղաքականության մասին նրա կարծիքների, ամենակարևորը, թե ինչպես են նրանք ծանոթացել։ Դավիթն ինձ ասաց, որ դա սեր էր առաջին հայացքից, մեկնաբանեց տիկինը, թերահավատություն հուշող տոնով։ Հելենան կուլ տվեց, զգալով Դավիթի հայացքի ծանրությունը իր վրա։ Իրականում, առաջին հանդիպմանը նրան անտանելի ամբարտավան համարեցի, պատասխանեց նա մի անկեղծությամբ, որը զարմացրեց ինքն իրեն։ Սեղանի շուրջ կարճատ լռություն տիրեց։ Հետո, անսպասելիորեն, Էլեոնորան անկեղծ ծիծաղով պայթեց։ Վերջապես մի ազնիվ մարդ, բացականչեց նա, նայելով եղբորորդուն։ Դու միշտ լավ ճաշակ ես ունեցել կանանց հարցում, Դավիթ, բայց հազվադեպ, բնավորությամբ կանանց։ Սրան ես հավանություն եմ տալիս։ Երբ Էլեոնորան ընթրիքից հետո հեռացավ, նա գրկեց Հելենային, շշնջաց նրա ականջին։ Նրան պետք է մեկը, ով մարտահրավեր կնետի իրեն, ոչ թե մեկ հնազանդ ստվեր։ Թույլ մի տուր, որ նա վախեցնի քեզ, սիրելիս։ Հարսանիքի առավոտը եկավ անիրական հանգստությամբ։ Արարողությունը պետք է տեղի ունենար հենց առանձնատանը, ընդամենը 30 խնամքով ընտրված հյուրերի ներկայությամբ։ Խորհրդի որոշ անդամներ, սոցիալական շրջանակի կարևոր դեմքեր, Կարեն Մարտիրոսյանը, Զարմիկն ու մրցակիցը, իր կնոջ հետ։ Նրա ներկայությունը վճռորոշ է, բացատրեց Դավիթը վերջին փորձի ժամանակ։ Կարենը պետք է անձամբ ականատես լինի մեր միությանը, որպեսզի նրա օրինականության վերաբերյալ որևէ կասկած չմնա։ Առանձնատան ձմեռային այգին վերածվել էր փոքրիկ մատուռի։ Սպիտակ ծաղիկներ, կատարյալ շարքերով դասավորված ոսկեգույն աթոռներ, հասմիկներով ծածկված տաղավարի տակ կառուցված փոքրիկ զոհասեղան։ Էլեգանտ, բացառիկ, ամբողջովին բեմադրված։ Հելենան իր սենյակից հետում էր վերջին նախապատրաստություններին, որտեղ մի թիմ ավարտում էր նրա հարդարանքը։ Զգեստը բացառիկ Վալենտինո էր, փղոսկրի գույնի, ֆրանսիական ժանյակե մանրամասներով։ Պարզ նրբագեղ, ճիշտ այնպես, ինչպես Նարինեն էր որոշել, որ հարմար կլինի երկրորդ ամուսնության մտերմիկ արարողության համար։ Պատրաստ եք, հարցրեց Նարինեն, մտնելով սենյակ։ Հյուրերն արդեն տեղավորվել են։ Դատավորը 10 րոպե առաջ է ժամանել։ Դատավոր, Հելենան զգաց, թե ինչպես սարսուռ անցավ ողնաշարով։ Կարծում էի, դա միայն խորհրդանշական կլինի, որ պաշտոնական փաստաթղթերը առանձին կստորագրվեն։ Պարոն Մարտիրոսյանը պնդեց լիակատար իսկության վրա, պատասխանեց Նարինեն, ուղղելով Հելենայի մազերի վրայի կարճ քողը։ Դատավոր Մելիքյանը ընտանիքի անձնական բարեկամն է։ Ամեն ինչ օրինական ուժ կունենա, ինչպես սահմանված է պայմանագրում։
Հելենան մեխանիկորեն գլխով արեց, փորձելով զսպել հանկարծակի նյարդայնությունը։ Իհարկե, ամուսնությունն օրինական ուժ կունենար։ Ի վերջո, հենց դա էր երաշխավորելու Դավիթի որակավորված ձայնը։ Այնուամենայնիվ, իրավիճակի իրականությունը սկսում էր ավելի մեծ ծանրությամբ նստել նրա ուսերին։ Նուրբ երաժշտությունը սկսեց հնչել։ Դա ազդանշանն էր։ Հելենան խորը շունչ քաշեց, սկսեց իջնել առանձնատան աստիճաններով դեպի ձմեռային այգի։ Հյուրերը ոտքի կանգնեցին, երբ նա ներս մտավ։ Անծանոթ դեմքեր, քաղաքավարի ժպիտներ, հետաքրքրասեր որոշ ակնհայտ գնահատող հայացքներ։ Իմպրովիզացված միջանցքի վերջում նրան սպասում էր Դավիթը։ Հագել էր անթերի սմոքինգ, որն ընդգծում էր նրա վեհ կազմվածքը։ Նրա դեմքը պահպանում էր սովորական զուսպ արտահայտությունը, բայց աչքերում ինչ-որ բան այլ էր, մինչ նա հետում էր իրեն ընդառաջ քայլելուն։ Հելենան զգում էր, թե ինչպես է սիրտը բախվում կրծքավանդակին։ Մի կարճ պահ իրավիճակի տարօրինակությունը հարվածեց նրան իր ամբողջ ուժով։ Նա պատրաստվում էր ամուսնանալ մի անծանոթի հետ, փողի դիմաց, մանրամասն մշակված խաբեության մեջ, մարդկանց առջ, ովքեր հավատում էին, որ ականատես են լինում անկեղծ սիրո պահի։ Երբ հասավ զոհասեղանին, Դավիթը ձեռքը մեկնեց նրան։ Նրանց մատները միահյուսվեցին, նա զգաց նրա հպման ամրությունը, զարմանալիորեն տաք, նյարդայնությունից սառած իր մաշկի համեմատ։ Դատավորը, հանդիսավոր արտահայտությամբ միջին տարիքի մի տղամարդ, սկսեց արարողությունը։ Պարտավորության, հարգանքի միության մասին խոսքերը հնչում էին մի հեգնանքով, որը միայն Հելենան ու Դավիթը կարող էին լիովին հասկանալ։ Կամ նա այդպես էր կարծում։ Մատանիները, խնդրում եմ, պահանջեց դատավորը։ Նարինեն մոտեցավ փոքրիկ բարձիկով, որի վրա դրված էին պլատինե մատանիները։ Դավիթը վերցրեց դրանցից մեկը, բռնելով Հելենայի ձախ ձեռքը, մատանին սահեցրեց նրա մատնեմատին։ Հենց այդ պահին, մինչ սառը մետաղը կատարելապես տեղավորվում էր նրա մատին, Դավիթը թեթակի խոնարհվեց, շուրթերը մոտեցնելով Հելենայի ականջին, նրա ձայնը գրեթե անլսելի շշուկ էր բոլորի համար, բացի իրենից։ Ոչինչ չի չեղարկվի։ Այս ամուսնությունն իրական է։ Հելենան զգաց, կարծես հատակը անհետացել էր իր ոտքերի տակից։ Արյունը սառեց երակներում, մինչ նա մարսում էր այդ խոսքերը։ Նրա հայացքը հանդիպեց Դավիթի հայացքին, փնտրելով որևէ նշան, որ սխալ էր հասկացել։ Բայց այն, ինչ տեսավ, միայն սառը հաշվարկված վճռականություն էր։ Հելենա Մանուկյան, ընդունում եք Դավիթ Մարտիրոսյանին որպես ձեր օրինական ամուսին, դատավորի ձայնը հեռավոր էր թվում, կարծես գալիս էր մեկ այլ աշխարհից։ Բոլոր դեմքերն ուղղված էին նրան։ Ակնկալիքով։ Դավիթի դեմքը մնում էր անխռով, բայց նրա աչքերը հստակ հաղորդագրություն էին փոխանցում։ Ընտրություն չկար։ Ոչ այնտեղ։ Ոչ հիմա։ Ընդունում եմ, պատասխանեց նա, ձայնը զարմանալիորեն ամուր, չնայած ներքին խառնաշփոթին։ Ես ձեզ հայտարարում եմ ամուսիններ, հայտարարեց դատավորը։ Կարող եք համբուրել հարսնացուին։ Դավիթը մոտեցավ ուսումնասիրված բնականությամբ, կարծես տասնյակ անգամներ փորձած լինեին այդ պահը։ Նրա շուրթերը դիպան Հելենայի շուրթերին, նուրբ, զուսպ համբույրով, որը կատարելապես համոզիչ էր հանդիսատեսի համար, մինչ նա մնում էր քարացած, փորձելով մարսել այն, ինչ հենց նոր տեղի էր ունեցել։ Քաղաքավարի ծափահարությունները լցրին տարածքը։ Ժպիտներ, շնորհավորանքներ, շամպայնի բաժակներ, բարձրացված նորապսակների կենացի համար։ Եվ Հելենան, հեքիաթի տեսքով մղձավանջի մեջ հայտնված, մեխանիկորեն ժպտում էր, մինչ նրա միտքը խուճապահար գոռում էր։ Հաջորդած փոքրիկ ընդունելության ժամանակ նա տեսավ, թե ինչպես Կարեն Մարտիրոսյանը մոտեցավ նրան շնորհավորելու։ Նա միջին հասակի, պահպանողական տեսքով տղամարդ էր, մի ժպիտով, որը չէր հասնում աչքերին։ Զարմիկ, ինչ հաճելի անակնկալ։ Շնորհավորում եմ հանկարծակի ամուսնության կապակցությամբ։ Շնորհակալություն, Կարեն։ Երբ գտնում ես ճիշտ մարդուն, սպասելու պատճառ չկա, այնպես չէ, պատասխանեց Դավիթը, տիրականորեն գրկելով Հելենայի մեջքը։ Կարենն իր ուշադրությունը դարձրեց նրան, վերլուծելով նրան վատ քողարկված հետաքրքրությամբ։ Եվ նոր տիկին Մարտիրոսյանը։ Հաճելի է։ Հուսով եմ, կտեսնեմ ձեզ հաջորդ ամիս խորհրդի նիստին։ Դա նշանակալից իրադարձություն կլինի ընտանիքի համար։ Մենք այնտեղ կլինենք, մի անհանգստացիր, երաշխավորեց Դավիթը, նրա ջերմ ժպիտը հակասում էր ձայնի ակնհայտ լարվածությանը։ Երբ վերջին հյուրերը վերջապես հեռացան, Հելենան իրեն գտավ Դավիթի հետ միայնակ նրա գրասենյակում։
Հանրային խաբեությունն ավարտվել էր, բայց սկսվում էր նոր սարսափելի իրականություն։ Ինչ նկատի ունեիք այս ամուսնությունն իրական է ասելով, պահանջեց նա, դողալով զսպված զայրույթից։ Մենք պայմանավորվածություն ունեինք։ Դավիթն իրեն խմիչք լցրեց, նախքան պատասխանելը, նրա հանգստությունը միայն ուժեղացնում էր Հելենայի զայրույթը։ Պայմանավորվածությունը փոխվեց։ Հանգամանքները պահանջեցին։ Ճշգրտումներ։ Գլուխ 5. Հարձակում, հակահարձակում։ Հելենա Մարտիրոսյանի կյանքին հարմարվելը ավելի դժվար էր, քան նա պատկերացնում էր։ Ամեն առավոտ արթնանալով առանձնատան իր սենյակում, որն ավելի մեծ էր, քան իր նախկին ամբողջ բնակարանը, նրան մի քանի վայրկյան էր պետք հիշելու համար, որ այդ շքեղ իրականությունն այժմ իր ոսկե վանդակն էր։ Առաջին շաբաթները գերակշռում էին Մարտիրոսյանների կայսրության մասին ինտենսիվ դասերը։ Նարինեն միշտ արդյունավետ դասավանդողներ էր հրավիրել, որոնք նրան սովորեցնում էին ընկերության պատմությունը, նրա հիմնական բիզնեսները, խորհրդի կառուցվածքը, ամենակարևորը, այն մարդկանց մասին, ովքեր այժմ կազմում էին նրա սոցիալական շրջանակը։ Ասատրյանների ընտանիքը մեր գլխավոր դաշնակիցն է խորհրդում, բացատրում էր Նարինեն, պլանշետի վրա լուսանկարներ ցույց տալով, մինչ նրանք զբոսնում էին առանձնատան այգիներով։ Ռոբերտ Ասատրյանը, նրա կինը, Կլաուդիան, ներկա են լինում բոլոր կարևոր միջոցառումներին։ Նա սիրում է խոսել գինիների մասին, իսկ կինը ղեկավարում է արվեստի աջակցության հիմնադրամ։ Ինչպես եք ակնկալում, որ այս ամենը հիշեմ, հարցրեց Հելենան, ծանրաբեռնված տեղեկատվության քանակից։ Չենք ակնկալում, որ հիշեք, պարզապես որ բավականաչափ իմանաք, բոլորովին օտարված չթվալու համար։ Նարինեն իր բնորոշ շարժումով ուղղեց ակնոցը։ Պարոն Մարտիրոսյանը միշտ ձեր կողքին կլինի կարևոր միջոցառումներին, ձեզ ուղղորդելու համար։ Շաբաթը 2 անգամ Հելենան այցելում էր մորը շքեղ կլինիկայում, որտեղ նա բուժվում էր։ Տիկին Սիրանուշը, ով սկզբում կասկածում էր դստեր հանկարծակի ամուսնությանը, աստիճանաբար ընդունեց իրավիճակը, տեսնելով, թե ինչպես է իր առողջությունը բարելավում առաջադեմ բուժման շնորհիվ։ Նա քեզ լավ է վերաբերվում, գոնե, հարցրեց մայրը այդ այցելություններից մեկի ժամանակ, բռնելով դստեր ձեռքը այն ուժով, որը կամաց-կամաց վերականգնում էր։ Դավիթը։ Կոռեկտ է, պատասխանեց Հելենան, խնամքով ընտրելով բառերը։ Չէր կարող մորը պատմել պայմանավորվածության իրական բնույթի մասին։ Դեռ ճանաչում ենք իրար։ Ամուսնությունից 3 շաբաթ անց Հելենան որոշեց մասամբ վերսկսել իր կարիերան։ Չէր կարող վերադառնալ այն դպրոցները, որտեղ նախկինում դասավանդում էր։ Դա հարցեր կառաջացներ, թե ինչու միլիարդատիրոջ կինը պետք է աշխատի, բայց Նարինեն էլեգանտ լուծում գտավ։ Հրավիրյալ դասախոսի պաշտոն հեղինակավոր մշակութային ինստիտուտում, որտեղ նա շաբաթը 2 անգամ դաս կտար ընտրված խմբերի։ Հենց այդ դասերից մեկից հետո Հելենան առաջին զանգը ստացավ Դավիթից իր նոր բջջային հեռախոսով։ Մենք պետք է խոսենք։ Հիմա։ Նրա ձայնը լարված էր հնչում, ինչը հազվադեպ էր մեկի համար, ով կարծես միշտ բացարձակ վերահսկողության տակ էր։ 1 ժամ անց Հելենան մտավ առանձնատան անվտանգության սենյակ, մի միջավայր, որտեղ երբեք չէր եղել։ Դա ժամանակակից օպերատիվ կենտրոն էր, մոնիտորներով, որոնք ցուցադրում էին անվտանգության տեսախցիկների պատկերներ, կառավարման վահանակներ, բարձր տեխնոլոգիական սարքավորումներ։ Դավիթն այնտեղ էր, Նարինեի մի տղամարդու ուղեկցությամբ, ում ներկայացրին որպես Մովսես, անվտանգության պետ։ Ինչ է պատահել, հարցրեց Հելենան, զգալով միջավայրի լարվածությունը։ Դավիթը մատնացույց արեց մոնիտորներից մեկը, որտեղ բացված էր բարձրաշխարհիկ բամբասանքների բլոգի էջը։ Վերնագիրը գրավիչ էր։ Դավիթ Մարտիրոսյանի կայծակնային ամուսնությունը։ Իսկական սեր, թե՞ գործարարական հարմարավետություն։ Ներքում ակնհայտորեն մոնտաժված լուսանկար էր, որտեղ Հելենան սրճարանում էր, իբր ձեռք-ձեռքի տված մեկ այլ տղամարդու հետ։ Տղամարդու դեմքը մասամբ տեսանելի էր, բայց Հելենան նրան չճանաչեց։ Սա մոնտաժ է, անմիջապես ասաց նա։ Ես երբեք չեմ եղել այդ վայրում, ոչ էլ ճանաչում եմ այդ մարդուն։ Գիտենք, չոր պատասխանեց Դավիթը։ Հարցն այն չէ, թե դա ճիշտ է, այլ այն, թե ինչ ազդեցություն է նպատակ ունի թողնել։ Մովսեսը մեծացրեց պատկերը մեկ այլ մոնիտորի վրա, մատնանշելով տեխնիկական մանրամասներ, որոնք ապացուցում էին թվային մոնտաժը։ Բնօրինակ լուսանկարը տիկնոջն է, ինստիտուտի մոտ գտնվող սրճարանում, զրուցելիս գործընկեր դասախոսի հետ։ Ինչ-որ մեկը ձեռք է բերել այս պատկերը, թվային եղանակով փոփոխել, ռոմանտիկ հանդիպման տեսք տալու համար, ուղարկել բլոգին։
Կարենը, եզրակացրեց Հելենան, անմիջապես հասկանալով։ Դավիթը գլխով արեց, դեմքը, սառը վճռականության դիմակ։ Առաջին քայլը։ Մեր ամուսնության իսկության վերաբերյալ կասկածի սերմ ցանել, ակնարկել, որ դա շտապ պայմանավորվածություն է եղել, խորհրդի կետին համապատասխանելու համար։ Իսկ հիմա։ Հիմա հակահարված ենք տալիս, պատասխանեց Նարինեն, իրավիճակի վերահսկողությունն իր ձեռքը վերցնելով։ Ուղղակի հերքումը հակարդյունավետ կլինի, միայն ավելի շատ ուշադրություն կգրավի մեղադրանքի վրա։ Մենք պետք է պատասխանենք ձեր կապի անհերքելի հանրային ցուցադրմամբ։ Պլանը մշակվեց ռազմական գործողության ճշգրտությամբ։ Կատարյալ առիթը կներկայանար հաջորդ շաբաթ։ Նայիրիր ԲԿ-ի նոր մանկական բաժանմունքի բացման գալա երեկոն, որը մասամբ ֆինանսավորվել էր Մարտիրոսյան խմբի կողմից։ Բարեգործական միջոցառում, որը կհավաքեր Երանի գործարար սոցիալական էլիտային, ներառյալ, բնականաբար, Կարեն Մարտիրոսյանին նրա կնոջը։ Դա կլինի ձեր առաջին խոշոր հանրային միջոցառումը որպես տիկին Մարտիրոսյան, բացատրեց Նարինեն, վերահսկելով Հելենայի երեկոյան զգեստի փորձարկումը։ Բոլորի աչքերը ձեզ վրա կլինեն, գնահատելով յուրաքանչյուր ժեստ, յուրաքանչյուր խոսք։ Ընտրված զգեստը բացառիկ ստեղծագործություն էր, սուտակի կարմիր գույնի, էլեգանտ, առանց ցուցադրական լինելու, զուսպ կերպով առանձնանալով տիպիկ ոսկեգույն զգեստների միջից, որոնք գերակշռելու էին այդ առիթով։ Հաղորդագրությունը պարզ էր։ Հելենան չէր փորձում թաքնվել կամ աննկատ մնալ։ Նա նոր տիկին Մարտիրոսյանն էր վստահորեն զբաղեցնում էր իր տեղը։ Միջոցառման երեկոյան, երբ Հելենան իջավ առանձնատան աստիճաններով, Դավիթին հանդիպելու նախասրահում, ինչ-որ անսպասելի բան տեղի ունեցավ։ Նա, անթերի իր սմոքինգի մեջ, մի պահ կանգ առավ նրան տեսնելով, կարծես անակնկալի եկած լիներ։ Դուք… Նա վարանեց, հազվադեպ սայթաքում իր սովորական կատարյալ արտահայտչականության մեջ։ Համապատասխան, լրացրեց Հելենան, նրա լռությունը որպես քննադատություն ընդունելով։ Շլացուցիչ, ուղղեց նա, վերականգնելով ինքնատիրապետումը։ Կարմիրը փայլուն ռազմավարական ընտրություն էր։ Հելենան չկարողացավ չնկատել, որ մի կարճ պահ նրա աչքերի հիացմունքը անկեղծ էր թվում, ոչ թե հաշվարկված։ Հինգաստղանի հյուրանոցի խնջույքների սրահը լեփ-լեցուն էր, երբ նրանք ժամանեցին։ Մարտիրոսյան զույգի մուտքը առաջացրեց ճիշտ սպասված արդյունքը, կարճատ լռություն, որին հաջորդեց շշուկ։ Դավիթը, ձեռքը ամուր դրած Հելենայի մեջքի ստորին մասում, վստահորեն առաջնորդում էր նրան միջավայրով, կանգ առնելով ռազմավարական նշանակություն ունեցող մարդկանց ողջունելու համար, միշտ ներկայացնելով նրան որպես իմ կինը, զարմանալիորեն իսկական հնչող հպարտության տոնով։ Այնտեղ Վերոնիկա Ավետիսյանն է, Կարենի կինը, շշնջաց Դավիթը ողջույնների մեջ ընկած դադարի ժամանակ։ Զմրուխտներ վզին, ոսկեգույն զգեստով, զրուցում է դեսպանի հետ։ Հելենան զուսպ դիտեց նշված կնոջը։ Նա էլեգանտ էր, դասական գեղեցկությամբ, բնական գերազանցության տեսքով։ Անմիջապես նկատելի էր, որ նա ծնվել-մեծացել էր այդ արտոնությունների աշխարհում, ի տարբերություն Հելենայի, ով դեռ իրեն օտար էր զգում։ Նա մեզ է դիտում մեր ժամանումից ի վեր, մեկնաբանեց Հելենան։ Ինչպես սպասվում էր։ Կարենը հաստատ նրան հրահանգել է գնահատել մեր փոխգործակցության յուրաքանչյուր մանրուք։ Երեկոյի ամենադժվար մասը ընթրիքն էր լինելու։ Հելենային նստեցրել էին սենատորի միջազգային կորպորացիայի նախագահի միջ, մինչդեռ Դավիթը կլոր սեղանի մյուս կողմում էր։ 2 ժամվա ընթացքում նա զրույցներ վարեց քաղաքականության, տնտեսության արվեստի մասին մի վարպետությամբ, որը զարմացրեց ինքն իրեն։ Ինտենսիվ դասերը իր սեփական գրական գիտելիքները նրան բավարար հիմք էին տալիս հետաքրքիր երկխոսություններ վարելու համար, քանի դեռ խուսափում էր կոնկրետ տեխնիկական թեմաներից։ Ընթրիքից հետո, երբ նվագախումբը սկսեց նվագել, Դավիթը մոտեցավ նրան բարի հրավիրելու։ Դա, իհարկե, պլանի մաս էր։ Մտերմության հանրային պահ, որը բեմադրված էր, ինքնաբուխ թվալու համար։ Կարենն ու Վերոնիկան 2 մետր աջ են, շշնջաց Դավիթը, մինչ նրանք սահում էին սրահով։ Ազատության սյունակագիրը ծաղկեփնջի մոտ է, դիտում է։ Կատարյալ է։ Նա առաջնորդում էր նրան մի հմտությամբ, որը Հելենան չէր սպասում։ Նրանց մարմինները շարժվում էին ներդաշնակ, կարծես հարյուրավոր անգամներ միասին պարած լինեին։ Չգիտեի, որ այդքան լավ եք պարում, մեկնաբանեց նա, անկեղծորեն տպավորված։ Կարճատ ժպիտը հպվեց նրա շուրթերին։ Շատ բաներ կան, որ չգիտեք իմ մասին, Հելենա։ Երաժշտությունը մեղմացավ, դառնալով ավելի ռոմանտիկ։
Դավիթը նրան ավելի մոտեցրեց մի հաշվարկված մտերմություն, որը դեռ պահպանում էր միջավայրին համապատասխան էլեգանտությունը։ Վերոնիկան մոտենում է Կարենի հետ, շշնջաց նա. «Պահն է»։ Հելենան գիտեր, թե ինչ էր հաջորդելու։ Զուսպ համբույր, բայց բավականաչափ նշանակալից նկատվելու քննարկվելու համար։ Սիրո ժեստ, որը բնական կթվար նորապսակ զույգի համար։ Նրանք դա քննարկել էին միջոցառման պլանավորման ժամանակ։ Այն, ինչ սցենարում չկար, այն էր, թե ինչպես Դավիթը նայեց նրան նախքան խոնարհվելը։ Մի վայրկյան ինչ-որ բան փոխվեց նրա աչքերում, խոցելիության փայլ, գուցե, կամ պարզապես սրահի մեղմ լուսավորության խաղ։ Երբ նրա շուրթերը դիպան իրենին, Հելենան սպասում էր այն կարճ զուսպ համբույրին, որը նրանք կատարել էին հարսանիքին։ Փոխարենը նա գտավ անսպասելի ջերմություն, նուրբ, բայց ամուր ճնշում, որը ստիպեց նրա սիրտը զարմանքից արագանալ։ Նրա մարմինը բնազդաբար արձագանքեց, թեքվելով նրա ուղղությամբ, ձեռքերը թեթակի սահելով սմոքինգի բարակ կտորի վրայով։ Համբույրը տեց ընդամենը մի քանի վայրկյան կատարելապես համապատասխան միջավայրին, բայց երբ նրանք բաժանվեցին, Հելենան հասկացավ, որ ինչ-որ բան փոխվել է։ Դավիթի հայացքը չծակերպված հարց էր պարունակում, կարծես նա ինքն էլ անակնկալի էր եկել պահի ինտենսիվությունից։ Սրահի մյուս կողմում Վերոնիկա Ավետիսյանը ինչ-որ բան էր շշնջում Կարենի ականջին, ում փակ դեմքը ցույց էր տալիս, որ պլանն աշխատում է։ Մարտիրոսյան զույգի միջ քիմիան չափազանց անկեղծ էր թվացել, բեմադրված լինելու համար։ Ավելի ուշ այդ գիշեր, մինչ նրանք վերադառնում էին առանձնատուն լիմուզինի հարմարավետ լռության մեջ, Հելենան մտածում էր տեղի ունեցածի մասին։ Համբույրը, որը պլանավորված էր որպես ռազմավարական քայլ, արթնացրել էր զգացողություններ, որոնք նա չէր սպասում։ Մի պահ նա մոռացել էր համաձայնագրի, պայմանագրի, ամբողջ մշակված խաբեության մասին։ Մի պահ նա պարզապես կին էր իրեն գրավող տղամարդու գրկում։ Այդ գիտակցումը խորապես անհանգստացնում էր նրան։ Հաջողություն էր, ասաց Դավիթը, խախտելով լռությունը։ Նրա ձայնը վերադարձել էր սովորական պրագմատիկ տոնին։ Նույնիսկ մամուլը նկատեց։ Սյունակագիրն արդեն հրապարակել է սոցիալական ցանցերում երեկոյի սիրահարված զույգի մասին։ Ուրեմն լավ դերասաններ ենք, պատասխանեց Հելենան, փորձելով անփույթ հնչել։ Դավիթը մի պահ ուսումնասիրեց նրան, դեմքը մասամբ լուսավորված քաղաքի լույսերով, որոնք անցնում էին մեքենայի պատուհանից։ Որոշ պահեր դերասանություն չէին թվում, նկատեց նա, ձայնն ավելի ցածր։ Հելենան զգաց, թե ինչպես այրվեց դեմքը, շնորհակալ լինելով նվազ լուսավորությանը, որը թաքցնում էր իր կարմրությունը։ Ես պարզապես կատարում եմ իմ մասը համաձայնագրում։ Առեղծվածային ժպիտը ծռեց Դավիթի շուրթերը։ Ուրեմն բացառիկ աշխատանք եք կատարում, Հելենա։ Երբ նրանք հասան առանձնատուն, Դավիթը նրան ուղեկցեց մինչ աստիճանավանդակը, որը տանում էր դեպի նրա մասնավորդ մի քաղաքավարություն, որը սովորական չէր նրանց առանձին առօրյայում։ Վաղվա պլաններում փոփոխություն կա, տեղեկացրեց նա, կանգ առնելով առաջին աստիճանին։ Ասատրյանների հետ ճաշը չեղարկվել է։ Փոխարենը, կցանկանայի, որ ինձ ուղեկցեք ավելի։ Անձնական հանդիպման։ Ինչ տեսակի հանդիպում։ Պապս, Տիգրան Մարտիրոսյանը, հազվադեպ է լքում իր ամառանոցը Դիլիջանում։ Բայց ցանկություն է հայտնել ճանաչելու իմ նոր կնոջը։ Ձայնի մեջ ինչ-որ այլ բան կար, երբ նա նշեց պապին, մի նրբերանգ, որը Հելենան չէր կարողանում լիովին վերծանել։ Սա այդքան շուտ նախատեսված չէր, բայց կարող է արժեքավոր հնարավորություն լինել մեր դիրքերն ամրապնդելու համար։ Հայտնի ամուսնական կետի ստեղծողը, նկատեց Հելենան։ Գնահատելու է, արդյոք ես արժանի եմ Մարտիրոսյան ազգանվանը։ Շատ բաներ է գնահատելու։ Պապս կարող է ավանդական ծերունի թվալ, բայց ունի սուր միտք խորաթափանց ընկալում։ Դավիթը նշանակալից դադար տվեց։ Նա միակ մարդն է մեզանից բացի, ով գիտի ճշմարտությունը մեր պայմանավորվածության մասին։ Այս բացահայտումը Հելենային բոլորովին անակնկալի բերեց։ Կարծում էի, ոչ ոք չգիտի։ Տիգրան Մարտիրոսյանը ոչ ոք չէ։ Նա տոհմապետն է, հիմնադիրը։ Նրան խաբելու փորձերը ոչ միայն անօգուտ կլինեին, այլ հակարդյունավետ։ Դավիթը տարօրինակ կերպով խոցելի էր թվում, խոսելով պապի մասին։ Բացի այդ, նա կարող է լինել մեր ամենահզոր դաշնակիցը Կարենի դեմ։ Գլուխ 6. Կապեր, ճշմարտություններ։ Դիլիջանում գտնվող Մարտիրոսյանների կալվածքը կարծես ուղիղ 19-րդ դարի վեպից տեղափոխված լիներ։
Հիանալի պահպանված գաղութային ոճի տուն, շրջապատված անթերի այգիներով տարածաշրջանի լեռների համայնապատկերային տեսարանով։ Գլխավոր տուն տանող հողածածկ ճանապարհը եզերված էր 100-ամյա ընկուզենիներով։ Հելենան մեքենայի պատուհանից դիտում էր բնապատկերը, տպավորված վայրի գեղեցկությամբ, որն այնքան տարբերվում էր Երանի առանձնատան ժամանակակից շքեղությունից։ Այս կալվածքը 4 սերունդ է, ինչ ընտանիքինն է, բացատրեց Դավիթը, մինչ մեքենան մոտենում էր գլխավոր տանը։ Պապս այստեղ է ծնվել, երբ թոշակի անցավ խմբի նախագահի պաշտոնից, որոշեց վերադառնալ իր արմատներին։ Նրա ձայնի մեջ ինչ-որ բան գրավեց Հելենայի ուշադրությունը։ Անսովոր մեղմություն կար, գրեթե ակնածանք, երբ խոսում էր պապի այդ վայրի մասին։ Դուք այստեղ եք մեծացել, հարցրեց նա, անկեղծորեն հետաքրքրված։ Կարճատ, սովորականից ավելի անկեղծ ժպիտը հպվեց Դավիթի շուրթերին։ Մանկությանս պատանեկությանս բոլոր ամառներն այստեղ եմ անցկացրել։ Այս վայրը, նա դադար տվեց, նայելով մինչ հորիզոն ձգվող դաշտերին, միակն էր, որտեղ իսկապես երեխա եմ զգացել։ Դա առաջին անգամն էր, որ Հելենան ինչ-որ բան նշմարեց անողոք գործարարի դիմակի հետում թաքնված մարդուց։ Նախքան կկարողանար ավելի շատ բացահայտել իր ամուսնու այդ անհայտ կողմը, մեքենան կանգ առավ տան պատշգամբի դիմաց։ Տիգրան Մարտիրոսյանը նրանց սպասում էր ճոճաթոռին նստած։ 92 տարեկանում նա դեռ պահպանում էր ուղիղ կեցվածք թափանցող հայացք։ Ամբողջովին սպիտակ մազերը շրջանակում էին ժամանակի կողմից կնճռոտված, բայց դեռս վեհ դեմքը։ Հագել էր պարզ հագուստ, բամբակե տաբատ, սպիտակ երկարատ վերնաշապիկ բրդյա ժիլետ, չնայած առավոտվա մեղմ տաքությանը։ Վերջապես կծանոթանամ այն կնոջ հետ, ով կարողացավ անել այն, ինչ շատերն էին փորձում, ասաց ծերունին առանց շրջանցելու, մինչ Դավիթն օգնում էր Հելենային բարձրանալ պատշգամբի աստիճանները։ Պապիկ, սա Հելենան է, ներկայացրեց Դավիթը մի պաշտոնականությամբ, որը չէր համապատասխանում գյուղական միջավայրին։ Խնայիր ինձ ձականություններից, Դավիթ։ Ծերունին ժպտաց, նրա կենդանի աչքերը անկեղծ հետաքրքրությամբ զննում էին Հելենային։ Արի, աղջիկս, նստիր այստեղ, իմ կողքին։ Այս երկու աստիճանները խանգարում են ինձ ոտքի կանգնել, քեզ պատշաճ կերպով ողջունելու համար։ Հելենան հնազանդվեց, նստելով նրա կողքի աթոռին, մինչ Դավիթը զբաղեցրեց երրորդ աթոռը, արոտ պատշգամբում փոքրիկ կիսաշրջան կազմելով։ Ուրեմն դու այն ուսուցչուհին ես, ով ընդունել է այս տարօրինակ պայմանավորվածությունն իմ թոռան հետ, ասաց Տիգրանը, ուղիղ անցնելով բուն թեմային։ Դավիթն ինձ պատմել է ձեր համաձայնագրի մասին։ Հետաքրքիր է, թե ինչպես մի փաստաթուղթ, որը ես կազմել եմ կես դար առաջ, դեռ այսքան խառնաշփոթ է առաջացնում։ Ամուսնական կետը ձեր ստեղծագործությունն է, նկատեց Հելենան, որոշելով լինել նույնքան ուղղամիտ, որքան ծերունին։ Տիգրանը զարմանալիորեն երիտասարդական ծիծաղով պայթեց։ Այլ ժամանակներ էին, սիրելիս։ Ես տեսել էի, թե ինչպես են լավ մարդիկ շեղվում ճանապարհից, ընտանեկան կայունության բացակայության պատճառով։ Նա նայեց թոռանը սիրո կշտամբանքի խառնուրդով։ Երբեք չէի պատկերացնի, որ այն կօգտագործվի որպես զենք ներքին վեճերում։ Մի սպասուհի սուրճ տնական թխվածքաբլիթներ բերեց, մատուցված հնաոճ ճենապակու մեջ։ Հելենան նկատեց, թե ինչպես էին կալվածքում բոլորը Տիգրանին վերաբերվում այլ տեսակի հարգանքով։ Դա այն ակնածալից վախը չէր, որ առանձնատան աշխատակիցները ցուցաբերում էին Դավիթի նկատմամբ, այլ ավելի շատ ընտանեկան նվիրվածությանը մոտ մի բան։ Կարենը շուտով կայցելի ձեզ, կարծում եմ, մեկնաբանեց Դավիթը, զրույցը տեղափոխելով գործարար դաշտ։ Հաջորդ շաբաթ, հաստատեց Տիգրանը, գծելով թխվածքաբլիթի մի կտոր։ Նա կարծում է, որ կարող է համոզել ինձ աջակցել իրեն խորհրդի նիստում։ Իսկ դուք… Ձեր տոհմապետը բարձրացրեց սպիտակ հոնքը։ Կարծում ես, կդավաճանեի իմ սեփական թոռանը, Դավիթ։ Կարենը նույնպես ձեր թոռն է։ Արյունով, այո։ Հոգով։ Տիգրանը նախադասությունը անավարտ թողեց, հայացքը մի պահ կորցնելով բնապատկերի մեջ։ Հետո շրջվեց դեպի Հելենան։ Ինչ եք կարծում Մարտիրոսյան խմբի մասին, աղջիկս։ Դավիթը ձեզ բացատրել է մեր պատմության մասին։ Հելենան զգաց Դավիթի հայացքն իր վրա, գնահատելով իր պատասխանը։ Գիտեմ, որ այն սկսվել է որպես փոքր տեքստիլ գործարան 1930 թվականին, աճել է արդյունաբերացման ընթացքում, 80-ականներին դիվերսիֆիկացվել է դեպի տեխնոլոգիաներ, այսօր երկրի խոշորագույն կոնգլոմերատներից մեկն է, պատասխանեց նա, հիշելով Նարինեի հետ ինտենսիվ դասերը։
Փաստեր, որոնք յուրաքանչյուրը կարող է կարդալ Վիկիպեդիայում, նկատեց Տիգրանը խորամանկ ժպիտով։ Ես հարցրի, թե ինչ եք կարծում, ոչ թե ինչ գիտեք։ Հելենան բանանեց ընդամենը մի ակնթարթ, նախքան որոշեց ազնիվ լինել։ Կարծում եմ, դա մի ընկերություն է, որը աշխատանք է տալիս հազարավոր մարդկանց, պահում է ընտանիքներ, ըստ երույթին ունի ղեկավարություն, որը մտահոգված է իր շարունակականությամբ։ Բայց դա նա մի կայսրություն է, կառուցված գրեթե ֆեոդալական իշխանության կառուցվածքի վրա, որտեղ վերահսկողությունը մնում է սակավաթիվ մարդկանց ձեռքում, ամուսնական կետի նման կանոնների միջոցով։ Նրա խոսքերին հաջորդեց լարված լռություն։ Դավիթը կարծես պատրաստվում էր միջամտել, բայց Տիգրանը բարձրացրեց ձեռքը, կանխելով նրան, մինչ անկեղծ ժպիտը ձավորվում էր նրա կնճռոտ դեմքին։ Ազնիվ խորաթափանց։ Դու լավ ես ընտրել, Դավիթ։ Ճաշը մատուցվեց դաշտերին նայող ընդարձակ պատշգամբում։ Ուտելիքը պարզ էր համեղ, բրինձ, լոբի, տապակած միս կալվածքի բանջարանոցի բանջարեղեն։ Ճաշի ընթացքում Տիգրանը պատմություններ պատմեց ընկերության վաղ շրջանից, թե ինչպես է այն գոյատել մեծ ճգնաժամը, Երկրորդ համաշխարհային պատերազմը, Հայաստանի տնտեսական ճգնաժամերը։ 90-ականներին, երբ բոլորը վաճառում էին միջազգային կորպորացիաներին, ես մերժեցի միլիոնավոր դոլարների առաջարկներ, հիշեց նա, իրենց մի փոքր լոբի լցնելով։ Ինձ համար հնաոճ անվանեցին։ Այսօր մենք այն սակավաթիվ խոշոր, իսկապես հայկական ընկերություններից ենք, որոնք մնացել են։ Եվ դա այն է, ինչ Կարենը ցանկանում է փոխել, լրացրեց Դավիթը, նրա տոնը խստանալով։ Նա արդեն գնորդ ունի, հարցրեց Հելենան, սկսելով հասկանալ վեճի իրական մասշտաբը։ Տիգրանն ու Դավիթը նշանակալից հայացքով փոխանակվեցին։ Etzel Corp. Գերմանական կոնգլոմերատ, մասնագիտացած թշնամական ձեռքբերումների մեջ, պատասխանեց Դավիթը։ Նրանք գաղտնի բանակցում են Կարենի հետ առնվազն 2 տարի։ Ցանկանում են մեր արտոնագրերը, մեր ենթակառուցվածքը Լատինական Ամերիկայում, ամենակարևորը, մեր բիոտեխնոլոգիական բաժինը։ Իսկ մնացածը կմասնատվի, կվաճառվի մաս-մաս, կամ պարզապես կփակվի, լրացրեց Տիգրանը, նրա դեմքը խստանալով։ Հազարավոր մարդիկ կկորցնեն իրենց աշխատանքը։ 3 սերնդի աշխատանքը, ոչնչացված ագահության պատճառով։ Հելենան սկսում էր տեսնել ամբողջական պատկերը։ Դա ոչ միայն ընտանեկան իշխանության վեճ էր կամ գործարարական ինքնասիրության հարց։ Հազարավոր կյանքեր էին խաղասեղանին։ Ինչու Կարենը դա կաներ։ Խումբը նրա ժառանգությունը չէ։ Նա։ Կարենը միշտ անհամբեր է եղել, բացատրեց Տիգրանը, շուրթերը անձեռոցիկով սրբելով։ Նա ուզում է անհապաղ հարստություն, ոչ թե ժառանգություն։ Էցելը նրան անձամբ առաջարկել է հսկայական գումար տարածաշրջանային տնօրենի պաշտոն։ Նրա համար դա կատարյալ գործարք է։ Ճաշից հետո, մինչ Դավիթը պատասխանում էր հրատապ զանգի, Տիգրանը Հելենային հրավիրեց զբոսնելու այգիներով։ Հենվելով փորագրված փայտե ձեռնափայտին, ծերունին դանդաղ քայլում էր վարդերի թփերի մրգատու ծառերի միջով։ Գիտեք ինչու համաձայնեցի ձեր միջ այս պայմանավորվածությանը, հանկարծակի հարցրեց նա։ Ենթադրում եմ, պաշտպանելու համար ձեր կառուցած ընկերությունը։ Դա նույնպես։ Բայց հիմնականում որովհետև հնարավորություն տեսա։ Հնարավորություն։ Տիգրանը կանգ առավ, ուղիղ նայելով նրան մի ինտենսիվությամբ, որը հիշեցնում էր Թորանը։ Իմ թոռը փայլուն գործարար է, բայց ինքնամփոփ։ Նրա նախորդ ամուսնությունը աղետ էր, քանի որ ամուսնացել էր նույն աշխարհից, նույն դատարկ ամբիցիաներով մեկի հետ։ Ծերունին մատնացույց արեց մի առանձնապես գեղեցիկ վարդի թուփ։ Տեսնում եք այս վարդը։ Նուրբ է թվում, բայց գոյատել է 3 ցրտահարություն, որոնք սպանել են շատ ավելի ամուր բույսեր։ Հելենան հասկացավ անալոգիան։ Դուք կարծում եք, որ ես այդ վարդի նման եմ։ Գիտեմ, որ այդպես է։ Մի կին, ով ընդունում է դժվար համաձայնագիր մորը փրկելու համար, ով դիմակայում է բոլորովին օտար աշխարհին, առանց վախենալու։ Տիգրանը ժպտաց։ Դավիթին իր կյանքում հենց այդպիսի մեկն է պետք, ոչ միայն իր գործերում։ Մեր համաձայնագիրը ժամանակավոր է, հիշեցրեց Հելենան, անհարմար զգալով զրույցի ուղղությունից։ Համաձայնագրերը փոխվում են։ Զգացմունքներն առաջանում են։ Ես իմ հանգուցյալ կինը ծանոթացել ենք մեր ընտանիքների կողմից կազմակերպված ամուսնության ժամանակ։ Սկզբում ատում էինք իրար։ Հելենան չկարողացավ զսպել զարմացած ծիծաղը։ Փորձում եք ասել, որ կարող եմ սիրահարվել ձեր թոռանը։
Ասում եմ, որ արդեն տեսել եմ, թե ինչպես եք իրար նայում, երբ կարծում եք, թե ոչ ոք չի տեսնում։ Նախքան Հելենան կկարողանար բողոքել, Դավիթը մոտեցավ, ավարտելով մասնավոր զրույցը։ Կեսօրվա մնացած մասն անցավ ավելի թեթ քննարկումներով, Տիգրանը պատմում էր Դավիթի մանկության պատմություններ, վերջինիս ակնհայտ անհարմարության պատճառ դառնալով։ Երբ հրաժեշտ տվեցին, ծեր տոհմապետը զարմանալի ուժով գրկեց Հելենային։ «Հիշիր վարդի մասին», չշնջաց նրա ականջին։ «Եվ մի թերագնահատիր համաձայնագիրը իրական բանի վերածելու ուժը»։ Երան վերադարձի ճանապարհին մեքենայում հարմարավետ լռություն էր տիրում։ Հելենան դիտում էր, թե ինչպես է բնապատկերը աստիճանաբար գյուղականից վերածվում քաղաքայինի, միտքը մարսում էր այն ամենը, ինչ բացահայտել էր այդ օրը։ «Ձեր պապն արտասովոր է», վերջապես մեկնաբանեց նա։ «Դուք նրան դուր եկաք», պատասխանեց Դավիթը։ «Դա հազվադեպ է պատահում։ Դուք նման եք»։ Դավիթը հոնքը բարձրացրեց։ «Մենք բոլորովին տարբեր ենք։ Նա իդեալիստ է, ես պրագմատիկ։ Երկուստ էլ համառ եք, խելացի հստակ տեսլական ունեք, թե ինչ եք ուզում պաշտպանել»։ Հելենան շրջվեց, նրան նայելու։ Տարբերությունն այն է, որ նա չի վախենում ցույց տալ, թե ինչ է զգում։ Ինչ-որ բան անցավ Դավիթի աչքերով, ինչպես ակնթարթային ստվեր։ Զգացմունքները բարդացնում են գործերը։ Կյանքը միայն գործեր չէ, Դավիթ։ Նա չպատասխանեց, բայց Հելենան նկատեց, որ իր խոսքերը ինչ-որ կերպ ազդել էին նրա վրա։ Մի կարճ պահ հաշվարկող գործարարի դիմակը սահեց, ներքում բացահայտելով ավելի խոցելի մի բան։ Առանձնատուն հասնելուն պես նրանց դիմավորեց ակնհայտորեն անհանգիստ Նարինեն, մի բան, որը բոլորովին բնորոշ չէր միշտ զուսպ օգնականին։ «Պարոն Մարտիրոսյան, տիկին, մենք իրավիճակ ունենք», հայտարարեց նա, հենց որ նրանք ներս մտան։ «Պետք է անմիջապես գաք անվտանգության սենյակ»։ Օպերատիվ կենտրոնում Մովսեսը մոնիտորներից մեկի վրա ցուցադրում էր սենսացիոն լրատվական կայքի առաջին էջը։ Վերնագիրը պայթյունավտանգ էր։ Հարմարավետության ամուսնություն։ Մոտ կանգնած աղբյուրը բացահայտում է միլիոնավոր դոլարների համաձայնագիր Դավիթ Մարտիրոսյանի կնոջ միջ։ Հոդվածը, որը ստորագրված էր իր կասկածելի մեթոդներով հայտնի լրագրողի կողմից, պնդում էր, որ տեղեկություններ ունի Մարտիրոսյանների մտերիմ շրջանակի վստահելի աղբյուրից, Դավիթի իրավասությունը խորհրդի հաջորդ նիստում ապահովելու համար ֆինանսական համաձայնագրի մասին։ Կոնկրետ փաստաթղթեր չեն նշում, միայն ակնարկներ, վերլուծեց Նարինեն։ Բայց ժամանակն ընտրված է կատարյալ, նիստից առաջ ձեր իմիջը վնասելու համար։ Կարենը, եզրակացրեց Դավիթը, դեմքը քարանալով։ Հավանաբար, համաձայնեց Մովսեսը։ Բայց առանց փաստաթղթային ապացույցների, սա պարզապես ցածրորակ բամբասանք է։ Խնդիրն այն է, որ այլ լրատվամիջոցներ արդեն արձագանքում են։ Հելենան զգաց, թե ինչպես սարսուռ անցավ ողնաշարով։ Նրա անունը բացահայտված էր, հեղինակությունը հրապարակայնորեն կասկածի տակ դրված։ Կարծես նրա նախկին կյանքը, որպես զուսպ ուսուցչուհի, ամբողջովին ջնջվել էր, փոխարինվելով այս նոր, հակասական կերպարով։ «Ինչպես ենք պատասխանելու», հարցրեց նա, բոլորին զարմացնելով իր հանգստությամբ։ Դավիթը նրան նայեց նոր արտահայտությամբ, հիացմունքին մոտ մի բան։ «Ուղղակիորեն չենք պատասխանելու», որոշեց նա մի պահից հետո։ Դա մեղադրանքներին օրինականություն տալ կլինի։ Փոխարենը, գործողությունների միջոցով ցույց կտանք, որ այդ պնդումները անհեթեթ են։ Պլանը մշակվեց հենց նույն գիշեր։ Հաջորդ օրերին Հելենան Դավիթը ակտիվացրին իրենց հանրային ելույթները, միշտ որպես կատարյալ ներդաշնակ զույգ։ Նրանք միասին մասնակցեցին ժամանակակից արվեստի ցուցահանդեսի, որտեղ լուսանկարվեցին ակնհայտ մտերմության պահերին, գլուխները իրար մոտ, մինչ քննարկում էին մի ստեղծագործություն, ձեռքերը միահյուսված, մինչ քայլում էին պատկերասրահներով։ Ի զարմանս Հելենայի, այդ շփումներից շատերը սկսեցին ավելի քիչ պարտադրված, ավելի բնական թվալ։ Նա բացահայտեց, որ նրանք կիսում են նմանատիպ գրական ճաշակներ, որ Դավիթը զարմանալի գիտելիքներ ունի հայ մոդեռնիստական պոեզիայի մասին։ Բարեգործական ընթրիքի ժամանակ Չարենցի մասին քննարկման ընթացքում նա մի պահ մոռացավ, որ դեր են խաղում, անկեղծորեն ընկղմվեց բանավեճի մեջ։ Երբեք չէի պատկերացնի, որ ահարկու Դավիթ Մարտիրոսյանը երկիր Նայիրիի երկրպագու կլինի, մեկնաբանեց նա լիմուզինում միջոցառումից հետո։ Հազվագյուտ ժպիտը լուսավորեց նրա դեմքը։ Շատ բաներ կան իմ մասին, որոնք կզարմացնեն քեզ, Հելենա։ Այդ արտահայտությունը կախված մնաց նրանց միջ, լի չբացահայտված հնարավորություններով։ Գլուխ 7։
Փոթորիկ հանդարտություն։ Խորհրդի վճռորոշ նիստի շաբաթը վերջապես եկավ, իր հետ բերելով շոշափելի լարվածություն, որը ներթափանցել էր Մարտիրոսյանների առանձնատան յուրաքանչյուր անկյուն։ Դավիթը ժամանակի մեծ մասն անցկացնում էր իր գրասենյակում փակված ռազմավարական դաշնակիցների իրավաբանական խորհրդատուների հետ անվերջ հեռախոսազրույցներով։ Հելենան, նույնիսկ հեռվից, նկատում էր, թե ինչպես է ճնշումը մեծանում, նրա ուսերն ավելի լարված, դեմքն ավելի փակ, գիշերներն ավելի ու ավելի երկար։ Նիստի նախօրեին, երբ արդեն կեսգիշերն անց էր, Հելենան իջավ խոհանոց, թեյ պատրաստելու։ Զարմացավ, գտնելով Դավիթին միայնակ նստած ճաշասենյակի սեղանի մոտ, նայելով անձեռնմխելի բաժակին, բաճկոնը գցված աթոռի վրա, փողկապը թուլացրած, թքերը ծալած։ Նա հյուծված տեսք ուներ։ «Չեք կարողանում քնել», հարցրեց նա, վարանելով մուտքի մոտ։ Դավիթը հայացքը բարձրացրեց, Հելենան նրա աչքերում հազվագյուտ մի բան տեսավ, անվստահություն։ «Պարզապես մտովի սցենարներ եմ վերանայում», պատասխանեց նա, ձեռքը տանելով խառնված մազերին։ Հելենան ներս մտավ, սկսեց իր թեյը պատրաստել։ Նրանց միջ լռությունը անհարմար չէր, պարզապես խորհրդածական։ «Կարենն այսօր զանգել է պապիս», հանկարծ ասաց Դավիթը։ Առաջարկել է գնել Դիլիջանի ամառանոցը շուկայականից 3 անգամ բարձր գնով, երաշխավորելով, որ Տիգրանը կարող է այնտեղ մնալ մինչ կյանքի վերջ։ Վերջին հարվածը նիստից առաջ։ Պապիս բարոյական աջակցությունը խարխլելու փորձ, բացատրեց Դավիթը, դանդաղ պտտելով բաժակը մատների մեջ։ Տիգրանը, իհարկե, մերժել է։ Ասել է Կարենին, որ որոշ բաներ գին չունեն։ Հելենան նստեց նրա դիմաց, դիտելով նրա դեմքը կնճռոտող անհանգստության գծերը։ Կարծում եք, վաղը կհաղթենք։ Դավիթը բարձրացրեց աչքերը, հանդիպելով նրանին։ Կհաղթենք, կրկնեց նա թեթ ժպիտով։ Կարծես վերջապես նույն կողմում ենք, Հելենա։ Գուցե միշտ էլ եղել ենք, պարզապես տարբեր պատճառներով։ Նրանց միջ լուռ փոխըմբռնման պահ անցավ։ Գրեթե 3 ամսվա համատեղ կյանքից հետո նրանք զարգացրել էին մի հաղորդակցություն, որը բառերից անդին էր, մի փոխադարձ ըմբռնում, որը զարմացնում էր երկուսին էլ։ Սկզբում դու պարզապես պրագմատիկ լուծում էիր իրավաբանական խնդրի համար, խոստովանեց Դավիթը, նրա ձայնն ավելի մեղմ էր, քան սովորաբար։ Հիմա։ Նա չավարտեց նախադասությունը, բայց նրա հայացքը բավական բան ասաց։ Ինչ-որ բան փոխվել էր։ Այն, ինչ սկսվել էր որպես սառը գործնական համաձայնագիր, վերածվել էր անկեղծ գործընկերության։ Դավիթ, ես։ Նրա բջջայինը զանգեց, ընդհատելով պահը։ Նարինեն էր, հրատապ նորություններով։ Կարենի նոր հարձակումը, Դավիթի Հելենայի մոնտաժված լուսանկարներ, որտեղ նրանք իբր վիճում են ռեստորանում, ակնարկելով ամուսնության անկայունության մասին նիստի նախօրեին։ Նրանք գնալով ավելի հուսահատ են դառնում, նկատեց Դավիթը, անջատելով զանգը։ Դա լավ նշան է։ Այս անգամ ինչ ենք անելու։ Նա ժպտաց, մի անկեղծ ժպիտ, որը հազվադեպ էր ցուցադրում։ Ոչինչ։ Թող հրապարակեն իրենց ստերը։ Վաղը, երբ միասին մտնենք խորհրդի սենյակ, բոլորը կտեսնեն ճշմարտությունը։ Հաջորդ առավոտ Երանի ֆինանսական կենտրոնում գտնվող Մարտիրոսյան խմբի գլխամասային գրասենյակը եռում էր խորհրդի անդամների, ավագ գործադիրների իրավաբանական խորհրդատուների ներկայությունից։ Շենքի վերջին հարկում գտնվող հիմնական նիստերի դահլիճը ապակե հսկայական պատուհաններից քաղաքի համայնապատկերային տեսարան ուներ։ Մուգ փայտից երկար սեղանը գերիշխում էր տարածքում, շուրջը դասավորված կաշվե աթոռներով։ Հելենան Դավիթը միասին ժամանեցին, հագնված այն զուսպ էլեգանտությամբ, որը դարձել էր նրանց զույգի այցեքարտը։ Նա, անթերի մուգ կապույտ կոստյումով, կինը, բաց մոխրագույն զգեստով, կապույտ դետալներով, որոնք լրացնում էին նրա հագուստը։ Մի համադրություն, որը Նարինեն խնամքով պլանավորել էր միասնություն ներդաշնակություն փոխանցելու համար։ Ներս մտնելուն պես բոլոր խոսակցությունները մի պահ դադարեցին։ Կարեն Մարտիրոսյանն արդեն այնտեղ էր, իր կնոջ, Վերոնիկայի կողքին։ Նրա հայացքը հանդիպեց Դավիթի հայացքին լուռ մարտահրավերով։ Զարմիկ, ուրախ եմ տեսնել քեզ, ողջունեց Կարենը, մոտենալով մի ժպիտով, որը չէր հասնում աչքերին։ Եվ Հելենային, իհարկե։ Հուսով եմ, ձեր միջ տարաձայնությունների մասին լուրերը ընդամենը լուրեր են։ Լուրերը կարծես բազմանում են, երբ մոտենում են կարևոր որոշումները, այնպես չէ, Կարեն, պատասխանեց Հելենան քաղաքավարի ժպիտով, բոլորին զարմացնելով իր վարպետությամբ։ Հետաքրքիր է, որ միշտ օգուտ են բերում նույն շահերին։
Թեթ կարմրությունը գունավորեց Կարենի դեմքը, բայց նախքան նա կկարողանար պատասխանել, Տիգրան Մարտիրոսյանը մտավ սենյակ, հենված իր բնորոշ ձեռնափայտին։ Չնայած զարամյալ տարիքին, նրա ներկայությունը անմիջապես հարգանք էր ներշնչում։ Բոլորը ոտքի կանգնեցին։ «Տեսնում եմ, բոլորս այստեղ ենք», ասաց տոհմապետը, դանդաղ քայլելով դեպի սեղանի գլխավերի աթոռը։ «Կարող ենք սկսել»։ Նիստը սկսվեց ֆինանսական գործառնական հաշվետվություններով, որոնք ներկայացրեց խմբի ֆինանսական տնօրենը։ Հելենան, նստած Դավիթի կողքին, ուշադիր հետում էր սենյակի դինամիկային։ Նա կարողանում էր հստակորեն տարբերակել Կարենի դաշնակիցներին, ավելի երիտասարդ գործադիրներ, հավակնոտ արտահայտություններով, Դավիթին հավատարիմներին, ավելի փորձառու մասնագետներ, մտահոգ դեմքերով։ Երբ հասավ Կարենի առաջարկած վերակառուցման վերաբերյալ քվեարկության պահը, լարվածությունը հասավ իր գագաթնակետին։ Կարենն ինքը ներկայացրեց առաջարկը, այն զարդարելով արդիականացում, գլոբալ արդյունավետություն, միջազգային սիներգիա տերմիններով։ Անուշադիր ունկնդրի համար դա կհնչեր որպես ընդլայնման ծրագիր, ոչ թե քողարկված լուծարում, ինչպիսին իրականում էր։ Այս ռազմավարական գործընկերությունը Եցել Քորպի հետ մեզ թույլ կտա մուտք գործել միջազգային շուկաներ, որոնք ներկայումս մեր հասանելիությունից դուրս են, պնդում էր Կարենը, թվային էկրանին տպավորիչ գրաֆիկներ ներկայացնելով։ Սա Մարտիրոսյան խմբի էվոլյուցիայի հաջորդ բնական քայլն է։ Երբ նա ավարտեց իր ներկայացումը, հայացքներն ուղղվեցին դեպի Դավիթը։ Նրա խոսելու հերթն էր։ Հելենան զգաց, թե ինչպես նրա ձեռքը գտավ իրենը սեղանի տակ, մի իրական մտերմության ժեստ, որը զարմացրեց իրեն։ Նրանց մատները կարճ ժամանակով միահյուսվեցին, ուժ փոխանցելով, նախքան նա ոտքի կանգնեց։ Այն, ինչ իմ զարմիկը ներկայացնում է որպես էվոլյուցիա, ես անվանում եմ իր իրական անունով՝ լիկվիդացում, սկսեց Դավիթը, նրա ամուր ձայնը լցրեց սենյակը։ Առաջարկը չի նշում, որ Եցել Քորպը ունի ընկերություններ ձեռք բերելու, նրանց տեխնոլոգիաներն ու արտոնագրերը քաղելու, իսկ հետո դրանք մասնատելու պատմություն, փակելով ավելորդ համարվող ստորաբաժանումները։ Շշուկներ տարածվեցին սենյակում, մինչ Դավիթը ներկայացնում էր փաստաթղթեր, որոնք հաստատում էին նրա պնդումները, նախորդ դեպքեր, որտեղ Էցելը ճիշտ նույնն էր արել այլ երկրներում։ Մարտիրոսյան խումբը պարզապես տող չէ ակտիվների աղյուսակում, շարունակեց նա, իր գիրքն ակնհայտ։ Դրանք 20,000 ընտանիքներ են, որոնք կախված են մեզանից։ Դրանք տասնամյակների հայկական նորարարություն են։ Դա այն ժառանգությունն է, որը պապս է կառուցել, որը մենք երդվել ենք պաշտպանել։ Հելենան հիացմունքով դիտում էր, թե ինչպես է Դավիթը սառը թվերը վերածում մարդկային պատմությունների։ Նա խոսում էր ընկերության կողմից իրականացվող սոցիալական նախագծերի, գործարաններից կախված համայնքների, այն պատասխանատվության մասին, որը նրանք ունեին որպես վերջին խոշոր, իսկապես ազգային կորպորացիաներից մեկը։ Եվ եթե դեռ կասկածներ կան իմ ղեկավարման ունակության կամ այս ընկերությունը առաջնորդելու համար անհրաժեշտ կայունության վերաբերյալ, Դավիթը դադար տվեց, նրա աչքերը հանդիպեցին Հելենային։ Ես հրավիրում եմ բոլորին դիտարկել ոչ միայն վերջին եռամսյակների ֆինանսական արդյունքները, որոնք բացառիկ էին, այլ իմ անձնական կյանքում տեղի ունեցած դրական փոփոխությունները։ Նա ձեռքը մեկնեց Հելենային, ով ոտքի կանգնեց նրա կողքին։ Իմ կինը ինձ բերեց ոչ միայն կայունություն, այլ նոր հեռանկար այն մասին, թե ինչն է իսկապես կարևոր կյանքում բիզնեսում։ Եվ հենց այս նորացված տեսլականով եմ խնդրում այս խորհրդի վստահությունը, շարունակելու իմ սկսած աշխատանքը։ Քվեարկության պահը եկավ։ Կարենը լարված հետում էր, մինչ խորհրդի անդամները գրանցում էին իրենց ձայները էլեկտրոնային եղանակով։ Դավիթի որակավորված ձայնով մաթեմատիկան պարզ էր։ Կարենի վերակառուցման առաջարկը մերժվեց մեծ տարբերությամբ։ Պարտությունը դրոշմված էր Կարենի դեմքին։ Առանց խոսք ասելու, նա Վերոնիկան լքեցին սենյակը նույնիսկ նիստի պաշտոնական ավարտից առաջ։ Բոլորը գիտեին, որ հիմնական ճակատամարտը հաղթված էր, բայց պատերազմը դեռ չէր ավարտվել։ Նիստից հետո, մինչ շնորհավորանքներ էին փոխանակվում, Տիգրանը մոտեցավ զույգին։ Դուք հզոր զույգ եք կազմում, մեկնաբանեց ծերունին, աչքերը փայլում էին հավանությունից։ Ճիշտ այնպես, ինչպես ես սպասում էի։ Այդ գիշեր Մարտիրոսյանների առանձնատունը հյուրընկալեց դաշնակիցների փոքր խմբի, համեստ տոնակատարության համար։ Ավագ գործադիրներ, որոշ հավատարիմ խորհրդականներ Տիգրանը, տոհմապետը, ով հազվադեպ էր այցելում Երանի առանձնատուն։ Մթնոլորտը թեթացման հաղթանակի էր, բայց նա զգոնության։ Բոլորը գիտեին, որ Կարենը հեշտությամբ չի ընդունի պարտությունը։ Հելենան շրջում էր հյուրերի միջ մի վարպետությամբ, որն աներակայելի կլիներ 3 ամիս առաջ։
Նա գիտեր բոլորի անունները, նրանց պատմությունները, նրանց կապերը Մարտիրոսյան խմբի հետ։ Նա այլս օտարը չէր, հզորների աշխարհում տեղը չգտնող ուսուցչուհին։ Նա գտել էր իր սեփական տեղը, իր սեփական ձայնը։ Երբ խնջույքը սկսեց ցրվել, Հելենան իրեն գտավ այգիներին նայող պատշգամբում։ Երանի գիշերային երկինքը, որը հազվադեպ էր աստղալից լուսային աղտոտման պատճառով, բացառիկ կերպով ցուցադրում էր մի քանի ամաչկոտ աստղեր։ Համաստեղություններ ես փնտրում, Դավիթի ձայնը հնչեց նրա հետից։ Փորձում եմ, բայց քաղաքը չի համագործակցում, պատասխանեց նա չշրջվելով։ Նա մոտեցավ, կանգնելով նրա կողքին պատշգամբի բազրիքի մոտ։ Շնորհակալություն, պարզապես ասաց նա։ Հելենան նայեց նրան, զարմացած նրա ձայնի անկեղծությունից։ Ինչի՞։ Համար։ Ամեն ինչի։ Նախնական համաձայնագիրն ընդունելու համար։ Չհանձնվելու համար, երբ ես փոխեցի կանոնները։ Այսօր իմ կողքին լինելու համար, ոչ միայն ֆիզիկապես, այլ ամբողջությամբ։ Նրա աչքերում խոցելիություն կար, մի բան, որը Հելենան երբեք չէր տեսել։ Ես նույնպես պետք է շնորհակալություն հայտնեմ, պատասխանեց նա։ Այս պայմանավորվածությունն ինձ ավելին տվեց, քան ֆինանսական անվտանգություն։ Ինձ տվեց հեռանկար։ Նրանք մի պահ լուռ մնացին, դիտելով քաղաքը։ Հելենա, երբ այս ամենը սկսվեց, Դավիթը վարանեց, խնամքով ընտրելով բառերը, ես մեր համաձայնագիրը տեսնում էի որպես զուտ գործարքային։ Դու միջոց էիր նպատակին հասնելու համար։ Իսկ հիմա։ Նրանց հայացքները հանդիպեցին, լուռ ինչ-որ բան անցավ նրանց միջ։ Հիմա հասկանում եմ, որ գտել եմ մի բան, որը չէի փնտրում։ Խոստովանությունը կախված մնաց նրանց միջ, լի հնարավորություններով։ Հելենան զգաց, թե ինչպես արագացավ սրտի բաբախյունը, գիտակցելով, որ իր սեփական զգացմունքները նույնպես փոխվել էին այդ ամիսների ընթացքում։ Այն, ինչ սկսվել էր որպես պարտադրված համաձայնագիր, դանդաղ զարմանալիորեն վերածվել էր անկեղծ մի բանի։ Դավիթ, ես։ Զուսպ հազը ընդհատեց պահը։ Նարինեն պատշգամբի դռան մոտ էր։ Ներողություն եմ խնդրում ընդհատելու համար, պարոն Մարտիրոսյան, բայց մի իրավիճակ կա, որը պահանջում է ձեր անհապաղ ուշադրությունը։ Անվտանգության սենյակում Մովսեսը ցուցադրում էր մի էլեկտրոնային նամակ, որը րոպեներ առաջ ստացել էին խմբի մի քանի գործադիրներ ընտրված լրագրողներ։ Դա Կարենից էր, որը հայտարարում էր խորհրդից ընտանեկան ընկերությունից իր հեռանալու մասին, Լատինական Ամերիկայի համար Ethel Corp-ում տնօրենի պաշտոն ստանձնելու նպատակով։ Ավելի անհանգստացնող էր կից փաստաթուղթը։ Մարտիրոսյան խմբի գաղտնի ներքին փաստաթղթեր, որոնք ակնհայտորեն ձեռք էին բերվել անօրինական ճանապարհով։ Նա ռազմավարական տեղեկատվություն է արտահոսեցնում, հարցրեց Հելենան, ցնցված դավաճանության մակարդակից։ Ավելի վատ, պատասխանեց Դավիթը, դեմքը զսպված զայրույթի դիմակ։ Նա ազդանշան է տալիս, որ ավելին ունի, որ կօգտագործի այն ամենը, ինչ անհրաժեշտ է մեր դեմ։ Նարինեն միշտ գործնական արդեն համակարգում էր պատասխանը իրավաբանական հասարակայնության հետ կապերի թիմերի հետ։ Դա երկար գիշեր նոր ճակատամարտի սկիզբ էր լինելու։ Ժամեր անց, երբ արտակարգ իրավիճակների պլանները մշակվել էին, թիմերը նշանակվել, Դավիթն ու Հելենան վերջապես հեռացան։ Առանձնատանը իրենց համապատասխան թերը բաժանող միջանցքում նրանք կանգ առան։ Սա դեռ չի ավարտվել, ասաց նա, հոգնածությունն ակնհայտ էր նրա ձայնում։ Կարենը գիտի մեր թույլ կողմերը, մեր գաղտնիքները։ Եվ հիմա նրա հետում միջազգային կորպորացիայի ուժն է։ Հելենան հասկացավ, որ առաջին անգամ նրան ճանաչելուց ի վեր Դավիթը անկեղծորեն անհանգիստ էր թվում, ոչ թե պարզապես ռազմավարականորեն զգույշ։ Մենք սա միասին կհաղթահարենք, ասաց նա, զարմացնելով ինքն իրեն իր ձայնի համոզվածությունից։ Ոչ միայն պայմանագրի համար, այլ որովհետև ես ընտրում եմ լինել քո կողքին։ Ինչ-որ բան փոխվեց նրա հայացքում։ Ճանաչում, ըմբռնում, որ խաղը հիմնովին փոխվել էր։ Նրանք այլս ոչ միայն անհրաժեշտությունից դրդված դաշնակիցներ էին, այլ ընտրությամբ։ Հելենա, ես։ Նա բարձրացրեց ձեռքը, թեթակի հպվելով նրա դեմքին։ Պետք չէ սա հիմա սահմանել, Դավիթ։ Մենք ժամանակ ունենք։ Դանդաղ, անկեղծ ժպիտը փոխեց նրա դեմքը։ 3 տարի, ավելի ճիշտ, կատակեց նա, անդրադառնալով պայմանագրի ժամկետին։ Եթե չորոշենք վերաբանակցել պայմանները, պատասխանեց նա համապատասխան ժպիտով։
Այդ պահին առանձնատան միջանցքի լռության մեջ, որը նրանք տուն էին դարձրել, երկուսն էլ գիտակցեցին, որ ամենամեծ շրջադարձը ոչ թե բիզնեսում կամ Կարենի խարդավանքներում էր եղել, այլ այն, ինչ անսպասելիորեն ծաղկել էր նրանց մեջ։ Մի կապ, որը գերազանցում էր ամիսներ առաջ ստորագրված պայմանագիրը։